4 ամիս լռել եմ, որոշեցի մեկ անգամ խոսել վերջնական ու այս թեման դնել մի կողմ։ Հանրայինը ինձ համար տանպես տեղ է, 25 տարի է ես այնտեղ եմ աշխատում։ Որոշել են իմ թեկնածությունը դնեն ու տենց հեռացման համար։ Այո։ Կան անձնական կոնֆլիկտ ձեր եւ ղեկավարի Հովհաննես Մովսիսյանի միջեւ։ Մհեջան անձնական կոնֆլիկտ ունենալու համար պետք է այդ մարդուն տեսնեմ։ Շատ քննարկվեց ինտիմ տեսարանների համար, հայկական էկրանների համար դա անսովոր է։ Ոչ մի բան տեղ էմոցիա չկա տեղ։ Երկուսին էլ դա հաճություն է պատճառում անհարմար ինչ-որ վիճակի մեջ ես, բոլորը նայում են։ Քո անձնական կյանքը միշտ քննարկել են։ Իմ կյանքում եղել են սերեր, այո, ու առանց դրա անհնարին էր։ Հիմա ունեմ ընտանիք, հիմա ունեմ երեխա, որին շատ երկար ենք սպասել, անունը դրել ենք Արև։ Մեզ վերջերս 2 տղաներից միասին տարել էի Մեղրիի զորամաս։ Տարա այնտեղ ասեցի հիմքանից արդեն սովորեք։ Իմ սխալը մի կրկնեք։ Ես շատ կուզեի, որ անընդհատ կամ գոնե մի քանի անգամ ես իմ օրինակ պապին ասած լինեի, որ ես սիրում եմ քեզ։ Հաղորդման հովանավորն էր Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Velvet Rose by KK ծաղկի սրահ, Art in Beauty Aesthetics բժշկական կենտրոն, ALA Renovations, Emperador Law Firm, Implantum USA Dental Group Dr. Sarkis Papazian, Grand Reach Marketplace, Shop by Raya հագուստի խանութ սրահ, Elize House Restaurant, Aroma International Marketplace, Pinnacle Aro Center, Gravel ծաղկի սրահ, Տուն Լահմաջո ռեստորան, MS Travel and Tours ճամփորդական գրասենյակ, MX Motor Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. MX Motors, fast in Los Angeles. The story you are about to hear is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետի նոր էպիզոդը։ Մենք շնորհակալ ենք, որ դուք շարունակում եք մեկնաբանել ու տարածել տեսանյութը, այդպիսով օգնելով էջի առաջ խաղացմանը։ Այսօր Լոս Անջելեսում մեր հյուրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, սիրված դերասան եւ հաղորդավար Խորեն Լևոնյանն է։ Ողջույն Խորեն։ Բարև ձեզ։ Խորեն, շատ շնորհակալ եմ զրույցի մեր առաջարկը ընդունելու համար։ Սիրով մղերջան։ Մենք բոլորս տպավորված ենք քո նոր երաժշտական ներկայացումից եւ պիտի ասեմ, որ այստեղ Լոս Անջելեսում հանդիսատեսը այսպես ողջավորության եւ հիացմունքի մեջ է, ովքեր հասցրել են արդեն դիտել ներկայացումը եւ նաեւ առաջիկայում սպասվում են, այնպես որ մայիսի 10-ին նորից կան հնարավորություններ դիտելու ներկայացումը, թողնում ենք նաև կոորդինատները, թե ինչպես կարելի է ձեռք բերել տոմսերը։ Խորեն, սակայն ներկայացումից չէ որ պիտի այսօր սկսենք։ Այսօր
հանրային հեռուստաընկերության արդեն նախկին աշխատակցուհի Լուսինե Թովմասյանը, քո գործընկերուհին, մի հայտարարությամբ հանդես եկավ, ասելով, որ դուրս է գալիս աշխատանքից եւ խզում է պայմանագիրը կամ չի երկարեցնում, մանրամասները չեմ հիշում, կապված գործիք դառնալու հետ ղեկավարության կողմից։ Որն է քո կարծիքը եւ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Մհեր, ես անկեղծ չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է կատարվում, բայց ոնց ասեմ, այդ նույն վիճակում նաև գտնվում ենք մենք հիմա, մեր ստեղծագործական ամբողջ կազմով, եւ որոշեցի, քանի որ այս հնարավորությունը կա ու բազմահազար իմ լսարանը ինձ անդադ տասնյակ հազարավոր նամակներ են գրում, թե ինչու չկաս եթերում, թե երկերկոցը, թե սպասիր ինձը, որոշեցի մեկ անգամ խոսել վերջնական ու այս թեման դնել մի կողմ, որովհետև այլևս չարժի դրա մասին խոսել։ Լուսինեի պահով չեմ կարող ասել, գուցե ինքը իր անձնական խնդիրներն ունի, պատճառներն ունի, բայց իմ պարագայում կարող եմ ասել պարզ շիտակ, որ այլևս ոչ մի մարդ, ոչ մի կողմ չկարողանա շահարկել այս թեման։ Միանգամից խոսակցությունը տենց սկսեցինք էլի, որ նոր տարվա այդ գեղեցիկ ֆիլմը, որ իրանք նկարահանել էին, հումորային, տենց ուրախացնող, այնտեղ կար ինձ առաջարկ, որ ես կարդամ ձայն, եւ մոտավորապես տեքստը նայելուց հետո հասկացա, որ դա ինձ սազական չի, որովհետեւ ոնց որ համ ձեռ առնես այն ամեն ինչը 15 տարի դրել ստեղծել ես, երկերկոցը նկատի ունեմ։ Եվ իմ պայմանագրի մեջ այդպեսի կետ չկա, որ ինչ որ բան պիտի ես անեմ, թե չէ։ Ես ծառայություններ մատուցող եմ, այսինքն գնում եմ նկարահանման, գնում եմ տուն։ Իմ հաղորդումը գնում է եթեր, չի գնում եթեր, ընդհանրապես։ Եվ տարբեր չոր պրոդյուսերներ էին ինձ հետ կապվում անդադ ու ասում էին, այս տեքստը խնդրում եմ, բան ասեցի, խնդիր չկա, քանի որ հանրայինը ինձ համար տանպես տեղ է, 25 տարի է ես այնտեղ եմ աշխատում։ Ասեցի, խնդիր չկա, մի երկու բան խմբագրենք, որովհետև նկատեցի միտում, որ ոնց որ ձեռ առնեն իմ հայերեն խոսալուն, այսինքն շատ գրական այդպես, չէ, ես նորմալ հայերեն եմ խոսում, համար ինչ որ նա սահմանագրական հայերենի չեմ կարող ասել, եւ այն մարդկանց տարիների աշխատանքը գուսանների, աշուղների, ոնց որ պետք էր ձեռ առնել այդ ամեն ինչը, ես ասեցի, խնդրում եմ, խմբագրեք այս ամենը, ես կկարդամ, խնդիր չկա։ Նորից այդպես չի լինի բան, ասեցի, չէ, չեմ կարդա, խմբագրեք, թող, չգիտեմ, ուրիշ տեսակ լինի։ Չեմ ուզում կոնկրետ ասեմ ում անուններ, ինչ մի քիչ կարող է տհաճ բան ստացվի, բայց ինչ որ կոնկրետ մարդկանց վերաբերում էր, որ նրանք գուսան են, աշուղ են, բան, բայց դա վիրավորական։ Դու անհարմար զգաս, ես առանց անհարմար զգալու ասեմ, իմ ունեցած տեղեկություններով դու պիտի հայտարարեիր դիմավորենք գուսան լիդուշիկ։ Չգիտեմ որտեղից քեզ այդ ինֆորմացիան, բայց հա, մոտավորապես այդպես ամենայն հարգանք ունենալով բոլոր այն մարդկանց, ովքեր գուսան են ու աշուղ են, կարծում եմ այդ մի բանը, որ նոր տարվա ֆիլմի մեջ չլիներ այդքան ծիծաղալու, կարծում եմ մարդիկ չէին ուշաթափվի։ Կարելի էր ուրիշ տեսակ անել։ Եվ արդեն երբ նկարահանումներին 2-3 օր մնացել, ես հանգեցի պարզաբանելու, որ կա չէ նկարահանում, բանից անտեղյակ։ Եվ ասացին, որ չէ, ժողով ա եղել, որտեղ բաց նստել քննարկել են ինձ, ասել են, որ այս բանը չի արել մեզ համար, մենք սենց բան ու որոշել են իմ տեխնացությունը դնեն ու տենց հեռացման համար։ Այո, եւ սպասիր ինձ մի անգամից տենց ես 2 օրից նկարահանման էի։ Ու երկերկոցն էլ հիմա իհարկե կրկնություններ են ցույց տալիս, որպեսզի չգիտեմ ինչ լինի։ Ու երկերկոցը, որտեղ աշխատում էին 50-ից ավելի երաժիշտներ, մարդիկ, մեծ Խորեն սա անձնական ողի լուծման հարց է, որովհետև ոչ մեկի ուղեղում հիմա չի տեղավորվի, որ կարող ես այն ամենից հրաժարվել, ինչը տրամաբանական է եւ սազական չէ ոչ միայն քեզ, այլ նաեւ հանրային հեռուստաալիքին եւ դրա պատճառով հեռացնեն քեզ։ Կար անձնական կոնֆլիկտ ձեր եւ ղեկավարի Հովհաննես Մովսիսյանի միջեւ։ Մհեր ջան, անձնական կոնֆլիկտ ունենալու համար պետք է այդ մարդուն տեսնել։ Ես 5 տարի աշխատել եմ, կարծեմ մեկ անգամ եմ տեսել, այսպես բարև, ինչպես եք, հաջողություն։
ոչ մի անձնական բան ինչ պետք է լինի։ Դու հանրային հեռուստաընկերության վերջին 21 տարվա կադրում սիմվոլն ես եւ իմ սերունդը, ովքեր մեծացել են նաեւ հանրային հեռուստաընկերության բազմաթիվ նախագծերի վրա ու բարեբախտաբար որակյալ նախագծերի վրա, ասոցացնում են հանրային հեռուստաընկերությունը քեզ հետ։ 25 տարի աշխատել ես այնտեղ կադրից դուրս սկզբում, հետո արդեն կադրում եւ ասոցացումները այդ կենտրոնական հեռուստաալիքի հետ կապված են քեզ հետ։ Կպատկերացնեիր, որ մի օր նման փոքր եւ անմիտ պատճառով կարող էիր հեռանալ քո տնից։ Անկեղծ ասեմ, չէ, հաստատ չէ, որովհետեւ երբեք առիթ չի եղել, երբեք ինչ որ մտքից ծայրով չի անցել։ Չէ, իհարկե, ինչ որ պահի, երբ որ մեծանամ կամ ծերանամ, ինչ որ մի պահի կդադարի այդ համագործակցությունը, որովհետեւ դա բնական կյանքի ընթացքն է, բայց այս շրջանում երբեք մտքովս չի անցել ու հաստատ այդքան հաճելի չի ինձ այս մասին խոսելը, որովհետև երբեք մտքից ծայրով չեր անցնի։ Բայց ուղղակի այնքան են ինձ գրում, այնքան են այդ մարդը հենց այնպես եթերից չի կարող անհետանա, չէ՞։ Դրա համար այս խոսակցությունը գտնում եմ տեղին եւ ուզում եմ ասել, որ ես նորից կլինեմ եթերում։ Իհարկե ես վստահ եմ դրանում, նորից կվերադառնամ այնտեղ, որտեղից սկսել եմ, երբեք չեմ փոխել ալիքը։ Հենց 25 տարի մենակ այդ ալիքում եմ աշխատել, ինձ այդտեղ դուր է գալիս հարազատ օջախ ոնց որ լինի ու վստահ եմ, որ հաստատ վերադառնալու եմ։ Ես վստահ եմ, որ դու նաև շատ առաջարկներ ունես այլ մրցակից հեռուստաալիքներից հիմա, ինչպես ես դրանց վերաբերվում եւ նայում ես արդյոք այդ առաջարկները։ Գիտես, չեմ վերաբերվում այդ առաջարկներին, որովհետեւ այն չկա ինչ որ ես եմ ուզում։ Կան ինչ որ տենց սուր ես իմ առաջարկներ, բայց այն ազգայինը, որ մենք 15 տարի անում ենք, ինձ համար ամենակարևորը դա է։ Թե հիմա ոնց կընդունվի նոր սերնդի երգիչներով, հին սերնդի երգիչներով, մարդիկ ինչպես են վերաբերում, ես դրա արձագանքը տեսել եմ։ Թե Միացյալ Նահանգներում երբ հյուրախաղեր են եկել 2-3 անգամ, թե Երևանի հանդիսատեսը, թե Սփյուռքի արձագանքը, դա ինչ որ մի գեղեցիկ հիշեցում է մարդկանց մեր երաժշտության մասին, մեր անցյալի մասին, մեր վերջի ակունքների մասին։ Հետո շատ մարդիկ մենք վերջերս շատ հետաքրքիր ձեռնարկներ արեցինք նոր ձայներ մրցույթ։ Օրինակ ես հիշում եմ իմ երիտասարդ ժամանակ մենք ընդհանրապես հնարավորություն չունեինք ոչ մի բանի։ Ասենք բախտներս բերեր ինչ որ փողոցում մեկը հարցազրույց նկարահաներ, այնտեղից երևայինք, թե չէ։ Իսկ հիմա այս շանսը կա, ինչի չօգտվեն երիտասարդները։ Հետո արդեն ուրիշ հարց է, ոնց իրանք իրենց կդրսևորեն, դա արդեն մեզնից չի կախված։ Դա անհատական է շատ։ Բայց այդ հնարավորությունը տալը հայտարարեցինք մրցույթ, թե ժողովրդական երգարվեստի, թե էստրադային երգը ընտրեցինք մարդիկ ու նրանցով սկսեցինք աշխատել։ Էլ չեմ ասում հրաշալի խումբը Արտեմ Խաչատուրի, որը այնպես էր նվագակցում, որ ես միշտ այդքան չէի պատկերացնում, որ անդադ կարելի է նույն այդ ժողգործիկներով, բայց դա կարելի ասել այնքան գրավեց ինձ, որ հիմա էլ ուրիշ տեսակ չեմ պատկերացնում։ Հիմա բոլորը կմտածեն, որ սրանում կարող է գուցե կա քաղաքական ենթատեքստ, հաշվի առնելով, որ հանրային հեռուստաընկերությունը պետությունից ֆինանսավորվող եւ պետության կողմից վերահսկվող կայան է, սակայն դու երբեք քաղաքական հայտարարություններով հանդես չես եկել, որևէ կողմին չես սատարել կամ ընդդիմացել, այնուամենայնիվ սպառելու համար հետաքրքրությունը մարդկանց կա, արդյոք քաղաքական ենթատեքստը քեզ այդ ամենի մեջ։ Չեմ կարծում բացարձակ, որովհետեւ ես կարծում եմ, որ դրանով պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր դրա համար սովորել են, աշխատել են, գիտեն ինչա։ Ընդհանրապես ես սիրում եմ, որ ամեն մեկը իր գործի մեջ լինի, թե ոնց կլինի, ինչ կլինի, ես դա չեմ տիրապետում, երբ որ ինֆորմացիայի չես տիրապետում, այլ մակերեսային ինչ որ sense պահի տակ բաներ, ասոցիացիաներ կարող լինի ու դրա մասին ինչ խոսես։ Կարող է դրա տակ այնքան բան կա, որ վաղը չեմ ասել, ուղղակի հիմարի տեսք ընդունես ու ասեն, բայց տենց է, այդքան շտապեցիր միանգամից։ Չէ, իհարկե բաներ կա, որ հա ես էլ մարդ եմ, քաղաքացի եմ, էմոցիոնալ բաներ ունեմ, բայց միշտ մտածում եմ, որ պետքա մի հատ լավ մտածել։ Գուցե ինչ որ բան կա, որ մենք չգիտենք։ Ու այդ չգիտելը ես տենց եմ ապրում։ Գիտես, ինձ այս սիտուացիայում ամենաշատը մտահոգում է գործընկերային սոլիդարությունը,
Ես կարծում եմ, որ դու այն կերպարը չես էկրաններին, որ պարզապես աննկատ կորեր եւ որևէ մեկը դրան չանդրադառնար եւ երևի թե քաղաքակիրթ երկրներում եւ շատ ավելի լավ մեդիա մթնոլորտ ունեցող միջավայրում քո գործընկերները քեզ համար հիմա պիտի հրապարակումներ անեին, քո կողքին կանգնած լինեին եւ այլն։ Սակայն ես չեմ տեսնում դա, ինչու ըստ քեզ։ Անկեղծ որ ասեմ, ես Փարքաստո իմ ընկերները, ովքեր այդ սիտուացիայի մեջ են գնում, այնքան կայացած մարդիկ են, որ երբեք չեն ասել արի ինձ աջակցի կամ այսպես արա, բայց եթե մարդիկ կան, որոնք իմ օգնության կարիք ունեցել են, ես միշտ աջակցել եմ ու նույնն էլ իմ համար կարող եմ ասել, որ ես բացարձակ կարիք չունեմ, որ ինձ աջակցեն կամ չաջակցեն։ Իմաստ չեմ տեսնում դրա մեջ, չէ՞ որ այնտեղ իրանք աշխատում են նաև, չէ՞, կարելի է այսպես մտածել ու կարող է իրանք էլ վախենում են, որ չգիտեմ։ Տես, արի ես ավելի սենց փորձեմ մարդկային ձևով ես մեր զրույցը տանել։ Դու ամենաազդեցիկ եւ ամենասիրված հանրային դեմքերից մեկն ես, եթե ոչ ամենասիրվածը ավագ սերնդի կողմից եւ այլն։ Եվ անհետ կորել չէիր կարող հանրային էկրաններից, դա բնականաբար քո կորուստը չէ այնքան, որքան հանրային հեռուստաընկերության կորուստն է, եւ եթե ղեկավարը լիներ սթափ եւ adekvat, հաստատ կհասկանար, որ գոնե բիզնես եւ հանրային տեսանկյունից այդ որոշում կայացնել պետք չէր, բայց այնուամենայնիվ ես չէ որ պիտի դատեմ։ Եվ այս պարագային շատ կարևոր է, որ մեդիա դաշտը կանգնի քո կողքին, որովհետեւ հիմա այս հարցազրույցից հետո ես վստահ եմ, որ հանրային ալիք մարդկանց բարձրանալու է դժգոհության, որովհետեւ դու առաջին անգամ այս մասին խոսում ես, եւ եթե դրան գումարվի նաեւ գործընկերական սոլիդար վերաբերմունքը, ապա վստահ եմ, որ ղեկավարներ հենց այսպես են փոփոխություններն ընդհանրապես համակարգում արվում։ Վստահ եմ յետ կկանգնեն կամ կվերանայեն իրենց որոշումը։ Եվ եթե մենք քեզ թողնենք, որպեսզի դու այսպես հեշտությամբ լքես մի վայր, որտեղ դու եղել ես իրենցից առաջ եւ որը շատ մեծ երևի տեղ ունի քո եւ հանրության կյանքում, ապա ինձ թվում է, որ իրենք կշարունակեն այդպես վարվել, ինչպես վարվում են օրինակ Լուսինե Թովմասյանի հետ։ Որոնք անկեղծ ասեմ, չգիտեմ, մհեր, ես 4 ամիս առաջ 4 ամիս լռել եմ, ուղղակի այնքան նամակ եմ ստանում, այնքան զանգեր եմ ստանում, որ ասեցի երևի ավելավա մեկ անգամ խոսեմ, բացատրեմ ինչա կատարվում, մարդկանց մոտ այդպիսի խառը տպավորություններ չլինի, այստեղից այնտեղից ինչ որ տարբեր բաներ չլսեն ու չգիտեմ չդառնա շիլաշփոթ, ինչին ես կտրականապես դեմ եմ։ Իսկ այդ մնացածը չգիտեմ ոնց քո հարցին պատասխանեմ, անկեղծ չեմ կարող ասել։ Գուցե եւ այո, գուցե այս քայլից հետո տենց Գիտես, բայց նաև ինչ որ միտեղ ձեզ համար պիտի ահազանգ լիներ, որպես ոլորտի մարդիկ Բաբկեն Չոբանյանի պատմությունը, ինձ համար դա ամենաաբսուրդային պատմություններից մեկն էր եւ վերջապես վերջին տարիների ընթացքում հանրային հեռուստաընկերության մոտ ստացվեց անել մի միջազգային պրոյեկտ, որը լավն էր, խոսքը թույլ օղակն էր եւ վարում էր Բաբկեն Չոբանյանը, ով չափազանց լավն է նաեւ կադրում, ոչ միայն բեմում ու կադրից դուրս ձայնով եւ իր մի անզգուշ Facebook-յան հրապարակման համար, որտեղ կար ոչ թե քաղաքական, այլ կրոնական ենթատեքստ, իրեն ուղակի հանեցին հանրայինից, երկրորդ եթերաշրջանը սկսեց վարել Անիտա Հախվերդյանը, ում վարելու վերաբերյալ մինչև օրս մեկնաբանությունների բաժնում միայն դժգոհություն է։ Եվ դուք որպես ընկերներ, ում հետ դու բեմում ես նաեւ Չոբանյանի հետ, երևի թե պիտի ինչ-որ մի բան անեիք, չէ՞, ըստ իս։ Եթե կարիք ունենար Բաբկեն ինձ անպայման դրա մասին կասեր մհեր, բայց ես գրեթե ամենօրյա ֆորմատով իր հետ շփվելու ես չեմ լսել, որ ինքը ինչ-որ բան ուզի կամ սպասի ինչ-որ իր հոգում կամ մտքի մեջ սպասի, որ ես պետքա ինչ-որ մի բան խոսեմ։ Ես նույնիսկ չեմ էլ ոչ մի գրառում չեմ էլ արել ինձ հետ այդպես կատարվեց։ Գուցե խնդիրը այս դեպքում մեր մեջ չէ։ Չեմ կարծում, որ հեռուստադիտողի համար անհետևանք կանցնի սա, որովհետև իրականում թե Բաբկենի պարագան, թե իմ հարցը, դա մարդիկ են, որոնք բավականին աշխատել են ու հետաքրքրություն են առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Այդպես աննկատ կարելի է, չգիտեմ,
Ես որ անկեղծ ասեմ, ես վերջերս եմ իմացել թե ինչ է կատարվել, որովհետև Բաբկենը երբեք չի կիսվել դրա մասին։ Նույնն էլ ես երևի ինքը հիմա եթե դիտի մեզ, նոր կիմանա թե ես ինչի այլևս այնտեղ չեմ։ Կարծում եմ դա անկերական հարաբերություններին չի խանգարում, որովհետև ոչ ես եմ բողոքել, ոչ ինքն է բողոքել, մենք դες բավականին Տեղյակ չես եղել ուղղակի։ բավականին դες մեծ ու հասուն մարդիկ ենք։ Հա, բոլորս կարող ենք վերանայել մեր վերաբերմունքը մեր գործընկերների նկատմամբ նման դեպքերից հետո։ Բարի գալուստ Լոս Անջելեսյան ձեր առանձնատուն։ Հիմա պատմեմ ինչպես։ Հոլիվուդյան ֆիլմերի առանձնատուն հիշեցնող այս գեղեցիկ տունը, որը գտնվում է Լոս Անջելեսի Չաթսվորթ քաղաքում, պիտի ասեմ, որ իր գեղեցիկ դիզայնով եւ ֆանտաստիկ տարածքով կարող է ձեր յուրաքանչյուր միջոցառման համար դառնալ հենց ձեր առանձնատունը, ինչպես արդեն ասացի սկզբում։ Այստեղ կան բազմաթիվ գեղեցիկ սենյակներ, վայրեր, որոնք կարող են ամենատարբեր միջոցառումների, փարթիների եւ ընդհանրապես նկարահանումների համար դառնալ հենց ձեզ համար նախատեսված տաղավար կամ միջոցառման վայր։ Պետք է նշել, որ առանձնատունը կահավորված է այնպես, որ յուրաքանչյուր միջոցառման թեմատիկային համապատասխան լինի, այսինքն չկան պարտադրող որևէ դիզայներ, որոնք կարող են խանգարել ձեր միջոցառման թեմատիկային։ Այստեղ գործում է ինչպես օրական վարձատրման տարբերակով միջոցառումների համար, այնպես էլ շաբաթական եւ ամսական տարբերակով։ Այս շքեղ առանձնատանը կարող է կազմակերպել ինչպես ծննդյան, տարեդարձներ, ինչպես հարսանեկան միջոցառումներ, ինչպես նաև ուղղակի թեմատիկ փարթիներ, այնպես էլ նկարահանումներ ձեր հարսանեկան միջոցառումների համար։ Հիմա շրջենք առանձնատնով եւ տեսնենք, թե ինչպիսին են հարմարություններն ու այգին։ Ձեզնից շատերը ապրում են շատ ավելի փոքր տարածքում եւ օրինակ հարսանիքի պարագային, երբ պետք է փեսայի ընտանիքը գա, աղջկա ետևից, հնարավոր չէ կազմակերպել ամենը այնպես, ինչպես որ դուք սովորաբար պատկերացնում եք ձեր երազներում ձեր հարսանիքը։ Այնպես որ Լոս Անջելեսում շատ ընդունված է նման պարագաներին հնարավոր է վարձել տուն, առանձնատուն եւ հենց այդտեղ էլ կազմակերպել միջոցառումը։ Բազմաթիվ սենյակներ կան, որտեղ կարող եք տեղակայվել, որտեղ կարող եք մնալ գիշերը, որտեղ կարող են ձեր հյուրերը նաև մնալ։ Ընդհանրապես տեխնիկական առումով ամեն ինչ մանրամասն մտածված է, օրինակ գիտենք բոլորս, որ օրինակ catering ծառայություններ են աշխատում այստեղ, նրանց համար համապատասխան վայր կա, խոհանոցը բնականաբար իհարկե սանհանգույցները բնականաբար գործում են։ Բաքում քիչ անց կտեսնենք նաև լողավազանը ու բարձրանանք երկրորդ հարկ պատկերացնելու համար, թե ինչպիսին կարող է լինել ձեր միջոցառումը։ Ես թեև օրինակ այստեղ կպատկերացնեի երիտասարդների համար ֆանտաստիկ ծննդյան տարեդարձ ու փարթի։ Մեկ անգամ պարզապես պետք է երևի թե մեր ամենավառ ֆանտազիաների ծննդյան տարեդարձը կազմակերպենք։ Սա գրադարան է, որը կարող է նկարահանումների համար դառնալ նկարահանման վայր եւ այստեղ կան առանձին սենյակներ իրենց սանհանգույցներով։ Հիմա գնանք արդեն այգի։ Առանձնատունը ունի մեծ այգի, որը ձեզ հնարավորություն է տալիս, սիրելի հետևորդներ, չափազանց հետաքրքիր միջոցառում անցկացնել նաև Բաքվում, այստեղ կա նաև լողավազան, առաջարկում եմ միասին ստուգել լողավազանը եւ նաև պետք է նշել, որ թաղամասը չափազանց հանգիստ թաղամաս է, որտեղ իրավունք ունեք անցկացնել միջոցառումներ, այսինքն չկա խիստ հրահանգներ կամ սահմանափակումներ այդ առումով։ Եվ ահա նաև մեր շքեղ լողավազանի հատվածը։ Մենք գտնվում ենք Գրիգորյան Law Firm-ում, որտեղ Աննա Գրիգորյանը իր մեծ թիմի հետ զբաղվում է will and trust-ով, այսինքն կտակով եւ ժառանգությամբ, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներով։ Ողջույն Աննա։ Շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտել այսօր եւս շատ կարեւոր թեմայի մասին ենք խոսելու։ Շատ հաճախ մեր հայրենակիցները եւ ոչ միայն հայրենակիցները այստեղ Միացյալ Նահանգներում համադրում են իրենց ապրելու վայրը կամ իրենց առանձնատունը որոշակի բիզնեսների հետ։ Լինեն դրանք բժշկական ուղղվածության, մանկապարտեզներ եւ այլն։ Եվ երբեմն երբ կտակի եւ ժառանգության հարցը սխալ է լինում, նրանք որևէ արտառոց իրավիճակում հայտնվում են խնդիրների առաջ։ Կպատմեք, թե որքանով լուրջ են այդ խնդիրները։
Խնդիրները այնքանով են ուժգին, որ երբ որ կա տուն, որտեղ մարդիկ ապրում են, նաև աշխատասում են բիզնես, թե մանկապարտեզ, թե ինչ-որ բժշկական հաստատություն, ու ինչ-որ մեկը, դայակներից մեկը, երեխաներից մեկը, հիվանդներից մեկը, քույրերից մեկը վնասվում է այդ տան մեջ բիզնեսի աշխատանքի ընթացքում, իրավունքներ են ունենում ոչ միայն ինշորանսի դեմ, որ այդ տունը ունի, լինում են դեպքեր, որ նաև ինշորանս չի լինում, նաև կարողանում են լին դնել տան վրա եւ գումար պահանջել իրենց վնասվածքների համար։ Այսպեսով ինչ է պետք անել, եթե մարդիկ համատեղում են այդ բնակության վայրը կամ իրենց առանձնատունը բիզնեսի հետ։ Պետք է լինի ճիշտ պլանավորումը, պետք է լինի ճիշտ կազմակերպված թղթաբանությունը, որտեղ որ տունը դրված է տվյալ բիզնեսի անունի տակ, թե LLC, corporation եւ այլն, եւ հետո այդ corporation-ը տեղադրված է ուրիշ ինչ-որ մի թղթաբանության մեջ, որը ավելի պաշտպանում է ունեցվածքը։ Շատ լավ, եւ երբեք ուշ չէ, չէ՞ դա։ Դեպքից հետո ուշ է, եթե արդեն դայակը վնասվել է, շունը կծել է քույրին կամ երեխաներից ինչ-որ մեկ ընկել է այդ տան մեջ, արդեն ուշ է պլանավորել ինչ-որ մի ձևով պաշտպանելու տունը այս խնդիրներից։ Շնորհակալություն ինֆորմացիայի եւ հագեցված տեղեկությունների համար։ Հիշեցնեմ, որ նշված հեռախոսահամարով զանգահարելով դուք կարողանաք կապ հաստատել Grigoryan Law Firm-ի հետ։ Մեր գործընկերներից ALA Renovations ընկերությունը, որը գտնվում է Burbank-ում, զբաղվում է սոլար համակարգերի տեղադրմամբ, ինչպես նաև շինարարական եւ վերանորոգման ամենատարբեր աշխատանքներով կապված տանիքների եւ իհարկե դրսում հատակի հետ կապված եւ լավագույն մասնագետներն են, լավագույն հումքով ու պիտի ասեմ, որ ամենանորարարական տեխնոլոգիաներով, այսպես գալով այստեղ դուք ընտրում եք տանիքների համապատասխան հումքը կամ ընտրում եք օրինակ հատակին համապատասխան ձեր նախընտրած քարերը, որոնք իդեպ բնական քարերից են եւ սա նորարարություն է համարվում հենց այս ոլորտում։ Սակայն գլխավոր նորությունը կապված է սոլար համակարգերի տեղադրման հետ։ Պետք է նշեմ, որ մեր բոլոր հաճախորդները ստանում են այսպիսի նվեր, այնպես որ այցելեք այստեղ եւ տեղեկացեք նաեւ հատուկ ակցիայի մասին, բացառապես հենց տետադետի եւ օծի լեզվի հետևորդները կարող են իմանալ։ Եթե պայմանագիրը ստորագրում եք մինչև մայիսի ավարտը, մինչև հունվարի 1 դուք որևէ վճար չունեք, այդ թվում նաև 0% ներդրում կանխավճար եւ 0% interest rate, որը եւս շատ կարեւոր է։ Եվ ունենք նաև անակնկալ բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց մեծ նախագծերը, մեծ պրոյեկտները հենց կվստահեն ALA-ին։ Այս պարագային դուք կստանաք նաև անակնկալ նվեր ձեր էլեկտրական մեքենաները մարտկոցների մնելու համար, այնպես որ զանգահարում ենք նշված հեռախոսահամարով, ծանոթանում ենք բոլոր հնարավոր ռեյթերին, խորհրդատվություն անվճար է, այստեղ բազմաթիվ պրոֆեսիոնալ մասնագետներ են աշխատում, ովքեր պատրաստ են մանրամասն զննել ձեր նախագիծը, աշխատավայրը, բնակարանը, թե առանձնատունը եւ առաջարկել ձեզ լավագույն լուծումները։ Մենք գտնվում ենք Երևանի ամենակենտրոնում, հյուսիսային պողոտայում, այս շենքը փարաջանովյան մոտիվներով գիտեն բոլորը, բայց էլ ավելի վաղ ժամանակներից բոլորը գիտեն, որ այս շենքի ներքևում գտնվում է լեգենդար տուն Լահմաջոն, որը բոլորիս ամենասիրելին է։ Լեգենդար տուն Լահմաջոն այժմ վաղուց արդեն ներկայացված է Լոս Անջելեսի Burbank քաղաքում եւ բոլորը գիտեն, երբ կարոտում են Հայաստանն ու Երևանի համը, թե ուր պիտի գնան։ Հենց այս հասցեով Burbank-ի տուն Լահմաջոյով։ Առաջարկում եմ տեսնել նաև հավանաբար նոր բացված հատվածը, միասին եկեք տեսնենք, թե ինչպիսին է տուն Լահմաջոն։ Հիմա խախտում ենք անում եւ անցնում ենք։ Այս հատվածը հավանաբար նոր է։ Այստեղ պատրաստվում են տուն Լահմաջոյի ամենահամեղ լահմաջոնները, որոնք անգամ այս տարիների ընթացքում, երբ ընկերացել եմ այդ գեղեցիկ ընտանիքի հետ, միևնույնն է անգամ ինձ չեն ասում, թե որն է գաղտնիքը, բայց բացի այդ կա նաև իսկական հայկական խոհանոց, որը կարող եք համտեսել։ Տուն Լահմաջոն առհասարակ առանձնանում է ոչ միայն ուտելիքի բաղադրիչների լավագույն հումքով, այլ նաև կրեատիվ մոտեցմամբ հայկական խոհանոցին։ Այստեղ կարող եք գտնել ամենահամեղ հայկական ուտեստները, բայց ուրույն ձեռագրով։ Սա տուն Լահմաջոյի պատմական հատվածն է, այն սկսվել է փոքրիկ, երևի թե կարելի ասել տան բիզնեսից, այս շենքի բնակիչներ են մինչև այժմ այս բիզնեսի հիմնադիր ընտանիքը եւ պարզապես տան մի սենյակից սկսվել է այս ընտանեկան բիզնեսը։ Եվ քանի որ այն ընտանեկան է, հենց այդ ընտանիքի մոտեցմամբ էլ բիզնեսը վերաբերվում է իր յուրաքանչյուր հաճախորդին, թե Երևանում, թե Լոս Անջելեսի Burbank քաղաքում։ Հետագայում բնականաբար ընդլայնվելով
այդ ընտանեկան ջերմությունը չի բացակայում ու չի կորում։ Երկերկոցը ազգային արժեք է եւ վերջին 15 տարվա ընթացքում ձևավորել է մեր երկի տրադիցիաների եւ մշակույթի վերհանելու այդ գործընթացը պարոն Քեշիշյանի ֆանտաստիկ նախագծերից մեկն է սա եւ այն միայն քեզնով է ասոցացվել թեև մի կարճ շրջան եղավ երբ փորձեցին եթե չեմ սխալվում շարմ ընկերության ղեկավարության ժամանակ հանել քեզ աշխատանքից եւ մեր բոլորի սիրելի պարոն Թոխատյանն էր շատ կարճ վարում, էլի հանրային անհամաձայնություն եղավ եւ քեզ վերադարձրին, բայց ինչպես ենք մենք վարվում այսօր մեր ունեցած արժեքների հետ, բոլորս բողոքում ենք, որ համատարած անճաշակությունը երաժշտական առումով թուրքահարաբական, ադրբեջանական մելիզմերն են գերակշռում փոփ մշակույթում, բայց չենք պահում մեր ազգային արժեք հանդիսացող նախագիծը։ Քեզ համար որպես մարդ դա ցավալի չէ։ Ես ես մի քանի ներկայացում արդեն այստեղ խաղալով ես հասկացա, որ ոչ մի այդպիսի բան չկա։ Մարդիկ լավ էլ սիրում են իրենց ազգայինը, երգում են, անգիր գիտեն բառերը։ Դե բնականաբար ճաշակի հարց է, ով ինչպես ուզում է, նա ընտրում է, նա էլ լսում է, բայց այս 600 հոգանոց հանդիսատեսը արդեն որորդ ներկայացումը մի մարդու պես թե ոնց են երգում տարբեր երգեր ու ազգային երգեր։ Այդ երևի ամենամեծ գնահատականն է ինձ համար ու ես կտրականապես դեմ եմ այդ որ ասում են մեր ազգային դեմքը կորցնում ենք, դա երբեք չի կորի։ Ինչ որ կլինեն նորություններ, տարբեր տեսակի ինչ որ բաներ, մարդկանց կարող է գրավի դա։ Բայց դա ինչ որ միշտ կարճ կյանք է ունենում, իսկ այս երգերը որ 100-150 տարի առաջ գրվել են, մարդիկ ոնց գիտեն, ոնց են երգում։ Իհարկե, հա, ես հասկանում եմ ձեր հարցը, որ ավելի լավ կլինի, որ լայնա տարած լիներ, բայց կարծում եմ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ասում եք գնում են ձեր ասած այդ վատ, չգիտեմ, ինչ երգեր են լսում, վստահ եմ նրանք էլ գիտեն այդ ազգային երգերը։ Ուղղակի երևի ինչ որ տարբեր ընտրության հարց է լինում, ասում են լավ, այս անգամ էլ էս լսենք երևի ու կարծում եմ որ բան չկա դրա մեջ։ Վազգեն վերջին սպարապետը ֆիլմում քո կերպարը ուղղակի ֆանտաստիկ է։ Ֆիլմը նայելուց նախ հասկանում էինք բոլորս, որ տասնամյակներ հետո, երբ չլինենք մենք ցավոք, հիշելու են քեզ նաև այդ կերպարով մարմնավորած եւ միևնույն ժամանակ հասկանում է այդ պատմական կարևոր կերպարի հետ նմանությունը։ Բայց նաև գիտակցում, որ դա կրկնօրինակում չէ, պարոդիա չէ, նուրբ սահմանագիծը չէ իրանցել, այնպես քեզ համար ստեղծվեց այդ դերը եւ կերպարը։ Շատ երկար աշխատանքների արդյունքում ու շատ դժվար էր ու շատ էմոցիոնալ ծանր էր ինձ համար, որովհետեւ նման մարդկանց կյանքը մանավանդ այդպիսի մարդկանց կյանքը անընդհատ մտածում ես մի բան սխալ չլինի, մի բան ուշք ու միտքդ անդադ ինչ որ ուրիշ բանի վրա է, որ հանկարծ մի բան սխալ չանեմ, հանկարծ մի բան, որովհետև մեծ պատիվ է ինձ խաղալ իր կերպարը, մեծ պատիվ է, որ մեր երկրում ունեցել ենք այդպիսի մարդ ու ճիշտ ես, ես փորձեցի այդպիսի շատ նմանակում չանել, որովհետև ես որոշեցի ավելի շատ իր ներքին ուժը, այդ ներքին տեմպո ռիթմը, այդ տղամարդկությունը իր ավելի վերցնեմ ու այդ ավելի շատ դրանով ավելի շատ առաջ գնամ ու շնորհակալ եմ թե հնարավորության համար, թե Genetic Production-ին, որ ստեղծվեց այս ամեն ինչը ու ինձ վստահվեց։ Նաև շնորհակալ եմ, որ դրա համար, ինչպես ասեցիր, մրցանակ ստացա։ Ճիշտ է, ես առաջի անգամ էի այդ մրցանակաբաշխությանը ու թատրոնների մրցանակաբաշխություններին էլ կարծեմ չեմ եղել, չեն հրավիրում, սենց ասեմ։ Եղել է դեպքեր, երբ կորցրել ես դեր ծանոթի պատճառով։ Սովորաբար ծանոթի պատճառով ստանում են դեր, բայց հակառակ է եղել։ Չէ, ոչ ծանոթի պատճառով եմ ստացել, ոչ էլ կորցրել եմ ծանոթի պատճառով, ես չգիտեմ։ Կա մի դեր, որ քեզ համար տենց երազանք է դա մարմնավորել, թե բեմում, թե կինոյում։ Հա, կան, երազանքներ շատ կան, կերպարներ շատ կան, հիմա ավելի ուզում եմ կենտրոնանալ, գիտես, Խորեն Աբրամյանը ունի բեմադրություններ թատրոնում, որոնք ուզում են, որ նորից լինեն։ Չգիտեմ, կարելի է այսպիսի հետաքրքիր կոնցեպտ մտածել, որ կա բալետ, չէ, ասենք բալետը ոչ մի բան չի փոխվում։ Փոխվում են մասնակիցները։ Մեկը մեծանում է, ավելի երիտասարդն է, պարում չէ, բայց կոնցեպտը նույնն է։
Խորեն Աբրամյանը ունի բեմադրություններ, որ այնքան իդեալական են ինձ համար, որ ուղղակի կարելի է ոչ թե որ ես հիմա նոր բան մտցնեմ ստեղ, չէ, այլ այդ նույն բանը հենց նույն թեմայով, նույն ժամանակաշրջանին վերաբերող, օրինակ անավարտ մենախոսությունը, ել չեմ ասում Կորիոլանը, Հացավանը, ժողովրդի թշնամին Հենրիկ Իբսենի, որ գնացինք Իբսենյան փառատոն, նորվեգացիները առաջին մրցանակ տվեցին, այստեղ Հայաստանում չէին հավատում, ասում էին դե ցույց տուր այդ պրիզը, որ չեք ամաչում։ Մի խոսքով շատ տենց հետաքրքիր պատմություններ կան, բայց կուզեմ այդ բեմադրությունները նորից լինեն, նորից բեմ բարձրանան։ Իմ կարծիքով լավ բան եմ ուզում ու ձգտում եմ դրան, որ լինի։ Երբևէ մտածել ես այն մասին, որ պիտի Խորեն Աբրահամյանի մասին ֆիլմ նկարահանվի եւ դու էլ խաղաս այդ դերը։ Սիրով, դա իմ երազանքներից մեկն է, որովհետև այնքան հետաքրքիր, այնքան բուռն, այնքան ստեղծագործական, այնքան դժվար ու հզոր կյանք ա ունեցել Խորեն Աբրահամյանը, որ յուրաքանչյուր ինչ որ դրվագ իր կյանքից վերցնել նկարահանել կամ ինչու ոչ լրիվ իր ամբողջ կյանքը դա իմ կյանքի երևի այ կարող է հենց այդ դերը լինի, որ ասում եմ։ Դե հաջողության պատմությունն էլ է, չէ՞, մարդ ուղակի արթնացել է քնից եւ նախկին սովետական միության բոլոր երկրներում հայտնի է դարձել մի ֆիլմի շնորհիվ, ֆիլմի մագիայի շնորհիվ։ Այո, ու հարցազրույցներից մեկում ինքը ասում է, բայց ես գիտեի, որ դա դեռ ոչինչ չի նշանակում, որ այդ հայտնիությունը, այդ սովետական միության այդ ճանաչումը դեռ դա ոչինչ, շատ երկար ու դժվար ճանապարհ ունեմ անցնելու։ Ու թե ոնց անցել այդ ճանապարհը, ինչեր է ստեղծել, ոնց այդ կենթանի խոսքը բերել բեմ, հա, այդ իր խոսքը ես դասագրքերում են գրում, բան են անում, որ կենթանի խոսք բերեց թատրոն։ Հիմա որ մեկ-մեկ առիթալինում գնում եմ թատրոններ, ոնց որ նորից հետ են գնացել այն հին սենս բան խոսքերին, բայց այդ կենթանի խոսքը զգալ, որ այս մարդը շատ ինչ որ ազնիվ անկեղծ բան ասում ու քեզ հասկանալի լեզվով ասում, բայց չիջնելով մակարդակից ցածր։ Ու այդ ամենադժվար բանն է լինել ազնիվ, մոտ, հայերեն խոսել, բայց ոչ պաթոս տանել, ոչ ընկնել այնքան ցածր, որ ասեն հա դե մեր կողքի շքամուտքում այսպես են խոսում, է։ Ներկայացման 3-րդ րոպեից սկսած ես բացեցի հեռախոսից նշումների համար նախատեսված հատվածը ու սկսեցի անընդհատ նշումներ անել, որովհետև նախ բովանդակային առումով շատ հետաքրքիր էր, երկրորդը դու շատ անկեղծ էիր եւ վերջում ես ուղակի շոկի մեջ էի, հասկանալով, որ դու 2 ժամ 15-20 րոպե պահում ես հանդիսատեսին գրեթե ոչնչով, բեմի վրա իհարկե ֆանտաստիկ երաժիշտներ էին, բայց քո խարիզման եւ այսպես ստատիկ վիճակը բեմում չէր թողնում որևէ մեկին ձանձրանալ կամ մտած։ Հիմա դժվար է, չէ՞, մարդկանց պահել միտեղ նստած, միտեղ գանված 2 ժամ։ Հա, եթե ստենդափ չի։ Եթե ստենդափ չի։ Երբ ես տարբեր նշումներ եմ արել, կուզեմ դրանցով հերթով անցնենք։ Սիրով։ Շատ հետաքրքիր էր մի ձևակերպում, երբ դու ասացիր, որ երբ դու ծնվում ես արվեստագետների ընտանիքում, քո առաջին դերը ստանում ես ճակատագրից։ Հետո պիտի ինքդ ընտրես քո դերերը։ Կպատմես քո առաջին գիտակցության փուլի վերաբերյալ մասին, ինչով էր դու հետաքրքրվում եւ արդյոք այդ ժամանակ գիտակցում էր թե ում թորն ես եւ ովքեր են քո եւ հայրը եւ մայրը, ովքեր եւս տաղանդաշատ դերասաններ են։ Ես փոքր տարիքից, շատ փոքր տարիքից անդադ եղել եմ Սունդուկյան թատրոնում, մասնակցել եմ տարբեր ներկայացումների, խաղալով Խորեն Աբրահամյանի երեխան, տղան։ Դե այդպես երեխաների դերերը լինում միշտ ինչ որ 4-5 ներկայացման մեջ անընդհատ թատրոն եղել, տեսել եմ հիանալի դերասանների, տեսել եմ հիանալի ներկայացումներ, հետո ինչ որ այդ շրջանն էր, որ ինչ որ դպրոցը, ֆուտբոլի թիմը, բակը, ինչ որ այդ ժամանակ մի քիչ ամեն ինչ փչանում էր գնալով ու այտենց ասում էին դե լավ ինչ դերասանություն, բան sense ինչ որ բաներ կար, ես էլ մի պահ ինչ որ ասում էի, հա էլի այդ ինչ է, բան sense ինչ որ sense երեխայական ինչ որ բաներ։ Հետո ինչքան մեծացա, հասկացա, որ որտեղ ես սիրում եմ ու որտեղ ինչ տեսել եմ, այդ շրջանը չեմ կարող կորցնել։ Ինքը նորից կյանքը բերում է ինձ այդտեղ։ Ու ես մեծ սիրով ընդունեցի այդ կյանքի այդ հրավերը ու ասեցի, ես սիրում եմ դա, ինչ անեմ։ Ու որոշեցի Սանկտ Պետերբուրգում ընդունվել թատերական ինստիտուտ Սանկտ Պետերբուրգի, այն ժամանակավոր այնտեղ էինք մենք ապրում ու երբ որ գնացինք շատ հայտնի մարդ էր Զինովի Կարագոցկի, այտենց տարիքով ինքը այտենց
լավ խոշոր անհատ էր ռուսների շրջանում ու ես միշտ խնդրել էի որ հորս հետ էին գնացել որ չասեն ով ենք մենք պետք չի ուղղակի թող ինձ վերաբերվեն որպես չոր երիտասարդ որը ոչ մեկն է երբ որ ես ասեցի իմ անունը Խորեն է այդ մարդը ռուսերենով ասեց Խորեն ասեց իսկ ո՞նց է այնտեղ մեր մեծություն իմ ընկեր Խորեն Աբրահամյանը այդ որ ասեց ես սենց գլուխս որ կախեցի ինքը սենց գրկեց ինձ ասեց մամա միա ասեց արի մի անգամից դու առանց ոչ մի բանի իմ կուրս կընդունես բան ու այդ պահից ես հասկացա որ ես իրավունք չունեմ հետ չգամ Երևան ու սովորեմ այդ ամեն ինչը մի մարդուց ով այս մարդկանց համար հսկայական մեծություն է ես պետքա գնամ ու սովորեմ իմ պապից ես պետքա գնամ Երևան ու այնտեղ տարբեր առաջարկներ ինչ որ քաստինգներ բան տենց այդպիսի առաջարկներ արդեն անցել էի անվճար թատերական ինստիտուտը միանգամից երկրորդ կուրս ինչ որ այսպիսի հնարավորություններ կար այդ մարդը անդադ զանգում էր մենք հեռախոս չէինք վերցնում ու ես որոշեցի հետ գալ Երևան ու լինել այստեղ Խորեն Աբրահամյանի կողքին լինել միտեղ որտեղ ինքը այդ քաղաքում իր ներկայությունը կա Իսկ Խորեն Աբրահամյանը տեսնում էր իր շարունակությունը քո մեջ Ես չգիտեմ անկեղծ չեմ կարող այդ հարցին պատասխանել դետես երբեք այդպեսի խոսակցություն չենք ունեցել կամ որ թատերական ինստիտուտի քննությանն եմ հիշում որ դա սարսափելի փորձություն էր ինձ համար ես գնում էի իրանց տուն ինքը նստում էր ծխում էր ու ես արտասանում էի կանգնած երևի կյանքիս մեջ այդպիսի դժվար փորձություն ես չեմ անցել հետո մի կերպ որ սենց վերջանում էր ասում էի այդ սենց սովորածս բան շատ հետաքրքիր բան էր անում Գոհարին էր ձեն տալիս ասում էր Գոհար արի մի հատ էլ դու լսի կնոջ ես ասում էի այս հազիվ այսքան անգիր ասել եմ հիմա նորից պետք է ասեմ այնպես ծանր եմ տարել որ երբ գնացի թատերական ինստիտուտ ընդունվելու իրանք ասեցին անուն ազգանուն հայրենիքդ բարձրաձայն ասա եւ դու ընդունված ես ես ասեցի ոչ Դուք չգիտեք ես ինչերի միջով եմ անցել, ես պետքա բոլորը ցույց տամ։ Ու բոլորը նստած սկսեցի այդ բոլոր քննությունները հերթով տալ, անուն ազգանուն հայրենիք ես շաբաթներով անստանալ վիճակի մեջ եմ եղել, որովհետև գիտես իր հետ ուրիշ կերպ երևի անհնար էր։ Ինքը ոչ մի բան դրա համար չէր անում։ Հատուկ ինչ որ բան, ուղղակի իր ներկայությունը արդեն այն յուրաքանչյուր տարբեր շրջապատներում մեծից փոքր ինչ որ բոլորը ուրիշ տեսակ էին իր հետ ու ես դա շատ սիրում եմ ու Աստված տա այդպիսի մարդիկ շատ լինեն որ ուղղակի նստած լինես ու այնքան հարգանք ունենաս իր նկատմամբ որ ոչ մի ավելորդ բառ հիմա ընդունված է չէ ինչ որ ավելորդ շարժումներ ավելորդ մտքեր ավելորդ բառեր խոսակցություններ կան բայց իր ներկայությամբ երբեք ես այդպիսի բան չեմ տեսել Ես դպրոցական երեխա եմ այնքան է տպավորվել ինձ մոտ այդ եթերը Խորեն Աբրահամյանը առավոտյան ծրագրի հյուր էր հանրային հեռուստահալիքում եւ ես այդ օրը դպրոց չէի գնացել հիվանդ էի ու նայում էի այդ առավոտյան ծրագիրը ու ինքը եթերում փռշտաց երբ հաղորդավարուհին իրեն առողջություն մաղթեց ինքը նկատողություն արեց ու դա միշտ ամբողջ կյանքում ես հիշում եմ ասաց որ դու ավելի ես եթերում դրա վրա ուշադրություն դարձնում պիտի ուղղակի անցնել առաջ ու ես հիշում եմ որ օդը կանգնել էր այդտեղ ոչ միայն կադրում այլ նաև ես մենակ եկ տանի ու ասենց չպարկածս տեղից երևի նստել եմ փոքր երեխա էի դպրոցական ինքը խիստ էր չէ ախր հիմա ընդունված ինչ որ բաներ կան չէ բարի էր խիստ էր այդպիսի երևի բաներ չկա որ ես կարողանամ նկարագրել Գիտես ինչու եմ հարցնում որովհետև ինձնից ավագ սերունդների համար իմ համար հուսանք նաև երիտասարդների համար ինքը բացարձակ մեծություն եւ լեգենդա եւ սովորաբար երբ մարդու անձի նկատմամբ հետաքրքրությունը այդքան մեծ է միշտ ուզում են իմանալ թե ինքը ինչպիսին է այդպես ավելի մոտ իրենց զգալով լեգենդին ինքը անսահման համբերություն ուներ ու շատ բարի էր շատ լինելով այդ ամբողջ սովետական միության մեջ լավագույն դերասաններից մեկը այդ իր համբերությունը, բարիությունը, որ Սունդուկյան թատրոնից իրան հեռացրել էին 50 տարի աշխատելով միտեղ ու ծառայելով քո երկրին այդքան ու քեզ հեռացնեն ինչքան համբերություն ու ուժ է պետք ունենա մարդ որ չգիտեմ ինչ որ տարբեր բաների կարելի է դիմել էլի ես չգիտեմ բայց Եթե չեմ սխալվում նստել մի երկրում ու ոչ մի աջակցություն հա որ ասեն այս մարդը բա ձեր կողքն էլ պետք չի ձեզ լավ արվեստ էլ ձեզ պետք չի ոնց բա ես իր թատրոնն է կարելի է այսպես ասել
Չէ, ամբողջ կյանքը այդտեղ է այդ մարդը աշխատել։ Ու դուք մեկ էլ ասում եք բան, չստեղծագործի այդ մարդը։ Ընդհակառակը օգտագործեք ինչքան հնարավոր է, իրան հովանավորեք, օգնեք, որ ինքը լավ բաներ թողի ձեզ։ Ինքը պետք է գա ձեզ խնդրի, ասի, սենց վիճակա, հովանավորեք, ես ներկայացում անեմ։ Կարծեմ Վազգեն Սարգսյանի առաջարկով է, չէ՞, վերադարձել Հայաստան։ Այո։ Ինչ որ բան պատմում էր այդ մասին։ Չէ։ Հայրս է եղել թատրոնում, հենց սենյակում գլխավոր ռեժիսորի, որտեղ Վազգեն Սարգսյանին զանգել է, կարծեմ օգնականը թե քարտուղարն է պատասխանել, հետո հետազանգել, ասել է ոնց դուք գաք, ես կգամ։ Ու ինքը եկել է թատրոն ու հենց այդտեղ այդ սենյակում ասել է, որ ես մեծացել եմ Սարոյան եղբայրների Գևորգի կերպարով։ Ու այս մշակույթի ուժը ես սրա մասին շատ եմ խոսում, հիմա էլ չեմ զլանա խոսել, ինչ նշանակում մշակույթի ուժ։ Այս այդ դեպքերից է, որ այնպիսի լավ արտադրություն ունես ֆիլմերի, երաժշտության, որ երիտասարդները մեծանում են այդ կերպարով ու սարքում են երկիր, բանակ են ստեղծում։ Իսկ մնացածի նկարները նայում ենք երիտասարդ առաջին ազատամարտի հերոսների, երիտասարդ տղերք են, բայց ինչքան հասունություն կա։ Հիմա դժվար է տարիքի տղա գտնես, որի մեջ տեսնես այդ տենց 40 տարեկանի ինչ որ, որովհետև այդ մարդիկ մեծացել են լավ մշակույթի վրա, լավ երաժշտության, սովետական ֆիլմերի, որոնք հանուն հայրենիքի գնում են կռիվ, փրկում են հայրենիքը ֆաշիզմից։ Իսկ մենք ինչ որ ընկանք 1, 2, 3 ֆիլմ կարելի է ասել, որ կա ինչ որ պատերազմի մասին, որ հազարավոր մարդիկ գնացին գլուխ դրեցին, որ մենք այսօր ապրենք, բայց մենք չենք իրանց մասին ոչինչ։ Ինչ որ խնդրեմ երևի այդտեղ է, էլի դաստիարակության, մշակույթը շատ բան կարող է լուծել, շատ հարցեր կարող է լուծել, շատ լավ դաստիարակություն կարելի է տալ։ Ու ես ինչքան հիշում եմ, ինձ փորձում եմ այդ ուղղությունը պահել, ինչքանով ստացվում չգիտեմ, բայց դե մենակ դաշտում կռվող չես։ Մենք շարունակում ենք Երևանյան մեր նկարահանումները եւ այս պահին մենք շարունակում ենք ձեզ պատմել իմպլանտումի մասին։ Սակայն այս անգամ իմպլանտում Aesthetic Medical Center-ի մասին, որը զբաղվում է էսթետիկ բժշկության, ինչպես նաև մարմնի, դեմքի առողջացման գործընթացներով։ Այս պահին իմ կողքին բժշկուհին է Ելենա Ադամյանը, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Կպատմեք ինձ կլինիկայի մասին, ինչ ծառայություններ է այստեղ մատուցվում։ Իդեպ իմ մայրը արդեն հասցրել է ձեզ մոտ լինել եւ գիտեմ, որ շատ գոհ է։ Կցանկանայի, որպեսզի մարդիկ էլ մանրամասն տեղեկանան։ Այո, մենք եւս շնորհակալ ենք, որ եկել եք մեզ հյուր։ Մեր կլինիկան հիմնականում զբաղվում է մարմնի եւ դեմքի էսթետիկ միջամտություններով։ Հիմնականում զբաղված ենք երիտասարդացումով եւ իհարկե ճիշտ գրագետ խնամքով։ Այստեղ կան բազմում պրոցեդուրաներ, ներարկումներից սկսած մինչև ապարատային միջամտություններ։ Դուք մասնագիտությամբ բժշկուհի եք, ինչը բնականաբար ամենակարևոր կոմպոնենտն է ձեր աշխատանքում, թեև մենք շատ հաճախ ենք տեսնում, ինչպես են կլինիկաներում աշխատում ոչ պատշաճ մասնագետներ եւ միաժամանակ նաեւ դասավանդում եք Հերացու անվան բժշկական համալսարանում, արդյոք ձեր բազային գիտելիքները ժամանակի ընթացքում նաեւ փոխվում են նոր տեխնոլոգիաների պատճառով եւ շնորհիվ։ Այո, ինչպես ճիշտ նշեցիք, ցավոք սրտի մեր ոլորտը ողողված է ոչ գրագետ մասնագետներով։ Մեզ համար շատ կարևոր պայման է, որ մեզ մոտ հատկապես մասնագետներ լինեն հենց բժշկական ոլորտից։ Մեզ մոտ աշխատում են միջին եւ բարձր բժշկական կրթություն ունեցող անձիկ, եւ ինչպես նշեցիք, ես այո, Հերացիում արդեն դասավանդում եմ 12 տարի եւ ինքս ունեմ 2 բարձրագույն բժշկական կրթություն, եւ ռադիոլոգ եմ եւ դերմատոլոգ, կոսմետոլոգ, եւ ինձ համար շատ կարևոր է, որ այս ոլորտում աշխատեն բարձրագույն կրթություն ունեցող անձինք եւ հետեւաբար ես ամեն տարի ինքս եւ մեր մասնագետները նույնպես գնում ենք վերապատրաստումների, ստանում ենք որակավորման բարձրացում եւ ինքներս շատ կարևորում ենք, որ ոլորտը զարգացնենք ավելի գրագետ ուղղությամբ։ Դե ինչ իմպլանտում Aesthetic Medical Center-ի կոորդինատները ձեր էկրաններին են, ծառայությունների մասին արդեն տեղյակ եք նախորդ թողարկումից, առաջարկում եմ այցելել եւ պարզապես իհարկե երիտասարդանալ, եթե ունեք դրա կարիք։
Emperador Law Firm-ում ենք, որտեղ հայտնի իրավաբանները զբաղվում են իրենց մասնագիտական գործով եւ մեր հայրենակիցներից շատերին օգնում են օրինականանալ այս երկրում։ Արմինե Անտոնյանն է, համահիմնադիրներից մեկը իրավաբանական այս գրասենյակին կողքին։ Ողջույն Արմինե, ինչպե՞ս ես։ Ողջույն, շատ լավ, շնորհակալ։ Արմինե, այսօր շատ կարևոր թեմայից եմ ուզում խոսենք, որովհետեւ մեզ շատ են գրում այդ մասին եւ արդեն սովոր են լսել ձեր կարծիքը մասնագիտական։ Այս անգամ detention-ներից եմ ուզում խոսենք եւ մեր հայրենակիցներին կամ ոչ միայն այս կամ այն պատրվակով այսը փաստորեն վերցնում է եւ կալանավորում, հա։ Այո, տանում է detention։ Եվ ինչպես պետք է վարվել նման պարագաներին։ Եթե մարդը եկել է Մեքսիկայով, մուտք է գործել, միակ ճանապարհը, որ շուտ մարդուն ազատեն, դա habeas corpus petition-ը, որը ֆեդերալ դատ է, դիմում ես ֆեդերալ դատավորին, որպեսզի հանես, հա միջնորդություն ես հանձնում, որպեսզի մարդուն շուտ հանեն։ Հենց այսօր ունենք բավարարում, որի համար շատ ուրախ ենք։ Մյուս դեպքը կլինի բոնդի հենց անմիջապես դիմումը, եթե անձը եկել է վիզայով, այսինքն սահմանով օրինական ներս է մտել, նույնպես հասնում ենք հաջողությունների, եթե հատկապես անձը ունի քրեական անցյալ, հա, պետք է շատ զգույշ լինի, գնա բոլոր habeas-ի դատերին մասնակցի, ինչպես նաև IC check-իններին, որպեսզի խնդիրներ չունենա։ Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր այս IC վերջին նորություններից հետո կաշկանդված են դուրս գալ, ինչ որ անցումային փուլում են գտնվում, իրենց ինչ խորհուրդ կտաք։ Ամեն դեպքում պետք է հետևեն բոլոր IC ուղղություններին, այսինքն եթե app ունեք, որով մարդիկ կառավարում են ձեզ, թե ուր եք գնում, ուր չեք գնում, պետք է ամեն դեպքում հետևեք իրենց ցուցումներին, ուրիշ ելք չկա, որովհետև դա իրենց ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել կալանավարի։ Իսկ կարող են միջև խնդիրը ձեզ դիմել, այսինքն եթե գիտեն, որ հնարավոր է հայտնվել նման իրավիճակում, կարող են արդեն ունենալ ձեզ այդ պայմանավորվածություն, որ նման դեպքերում դուք ներկայացնեք իրենց շահերը։ Այո, գոնե կիմանան, որ ունեն փաստաբան, որը կարող է միջնորդությունը հանձնի հնարավորին է շուտ, որտեղ օրերը գնում են, ինչքան շուտ հանձնեք, այդքան իհարկե ավելի լավ։ Միգրացիոն եւ ոչ միայն միգրացիոն հարցերով դիմեք Emperador Law Firm-ին, էկրանին տեսնում եք կոորդինատները, այստեղ պրոֆեսիոնալ մասնագետներ են եւ նաեւ սրտացավ մարդիկ, որը ոչ պակաս կարեւոր է այս մասնագիտության համար։ Մենք փորձում ենք չափազանց բարեխիղճ լինել գովազդի հարցում եւ եթե գովազդը որևէ կերպով առնչվում է սննդի եւ ուտելիքի հետ, ապա այդ հարցում տասնապատկվում է մեր պատասխանատվությունը եւ երբեք մենք չենք գովազդում մի բան, որում 100-101% վստահ չենք։ Elise House ռեստորանը, որ արդեն հայտնի է վաղուց Old Gyumri անվամբ նաեւ, շատ ու շատ հայերի ամենաերջանիկ օրերի ուղեկիցն է եղել, այստեղ եղել են ընտանեկան, ընկերական մի շարք միջոցառումներ եւ մենք էլ արդեն շատ վաղուց ընկերացել ենք եւ դարձել ենք հենց այս օջախի մի մասը, հաճախ գալով այստեղ նաեւ մեր ընտանեկան տարբեր ընկերական միջոցառումներ այստեղ անցկացնելով։ Եվ այդ հարցում նպաստում է ոչ միայն ուտելիքի որակ, օրինակ ամեն առավոտ առևտուր է արվում, ուտելիքի յուրահատկությունը, խոհարարի հմտությունը, մատուցման ձևը եւ այլն, այլ նաեւ մարդկային գործոնը։ Եվ այդ մարդկային գործոնը ամենևին էլ ուղղված չէ միայն մեզ, այս հաղորդումների հեղինակներին, այլ յուրաքանչյուր հաճախորդի, յուրաքանչյուր զանգահարողի։ Եվ այդ հարցում իր շատ կարևոր գործն ու ներդրումն ունի նաև Արմինեն։ Արմինե ջան, շատ բարձր գնահատելով քո մարդկային որակները եւ նաև աշխատանքային պրոֆեսիոնալիզմը, ինչպես է ձեզ հաջողվում անընդհատ անթերի աշխատանք անել մեր քմահաճ եւ մի փոքր նաև բառիսլավ իմաստով այս դաշտում երես առած ժողովրդի հետ, որովհետեւ գիտեք, մենք հայերս սիրում ենք ամեն ինչ որպեսզի անթերի լինի։ Շատ դժվար է, Մեհեր ջան, բայց թութու աշխատում ենք թերություններ չլինի ու փառք Աստծո չկան, բայց ասեմ, որ բոլորը գոհ են, գրեթե բոլորը գոհ են ու մենք էլ շատ ուրախ ենք, որ կարողանում ենք բոլորին գոհացնենք։ Ասեմ, որ ուտելիքը մշտապես ցանկը, ուտեստների ցանկը մշտապես թարմացվում է։ Այ ունենք Երևանից բերված մեր ասած տերլեցը, մաղալի վրա խորոված են անում։ Հավեսով սկսել են դասիրել, ռեժան ունենք եւ կարմրախայթը շատ համեղ է։ Դե ինչ այցելեք նշված հասցեով եւ զանգահարեք ու ամրագրեք ձեր տեղերը հենց նշված հեռախոսահամարով, այստեղ ձեզ շատ լավ ու ջերմ կդիմավորեն եւ ել ավելի լավ տրամադրությամբ անկախ ալկոհոլի քանակից ձեզ կճանապարհեն։
Այժմ մենք գտնվում ենք Aroma International Marketplace-ում։ Իր մի քանի հասցեներում Լոս Անջելեսի այս խանութն առաջարկում է ամենաթարմ եւ լայն ուտեստների տեսականին։ Պետք է հաշվի առնել, որ մրգերի եւ բանջարեղենների տեսականին յուրաքանչյուր օր թարմեցվում է եւ ամեն անգամ այստեղից կարող եք գտնել ամենալավ հումքը։ Անմիջապես հենց ամենակարևոր եւ թարմ որակյալ ուտեստները կարող եք իսկապես գնել ամեն շաբաթ այստեղ։ Նաև պետք է հաշվի առնել, որ Aroma International Marketplace-ի մսի, ինչպես նաև bakery, ինչպես նաև catering բաժինը աշխատում է չափազանց լավ եւ դրական։ Առանձին ապրանքներ կան, որոնք եւս արտադրվում են հենց հատուկ Aroma-ի համար։ Օրինակ, այս չոկոպայները, ինչպես տեսնում եք, արտադրվում են հենց Aroma International Marketplace-ի համար եւ մի շարք այլ ապրանքներ կարող եք էքսկլյուզիվ կարգով գտնել հենց այստեղից։ Իսկ այժմ եկեք տեղափոխվենք food court, որտեղ կարող եք եւս ուտելիքներ ճաշակել հենց այստեղ։ Եվ ահա մենք գտնվում ենք Aroma-ի food court-ում, որտեղ առաջարկվում է fast food-ի լայն տեսականի։ Այստեղ կարող եք անմիջապես տեղում ճաշակել ձեր նախընտրած fast food-ի տարբերակները, եւ որ ամենակարևորն է, դրանք պատրաստվում են հենց տեղում թարմ հումքից եւ բնականաբար իհարկե շատ համեղ եւ օգտակար։ Իսկ այդ գիտակցումը երբ է եկել, ուսանողական տարիների ներկայացման ընթացքում ասացիր, որ 7-8 անգամ հեռացվել ես։ Հա, շատ դժվար էր իմ փողոցում քայլելը, իմ հագու կապը, իմ խոսալու ձևը, ես միշտ շատ զգուշ եմ եղել, որովհետև միշտ ասել են խորիկի թորը սենց արեց, խորիկի թորը սենց բան, դա սարսափելի ծանրություն է եղել, ես սկզբից չէի հասկանում ինչի է տենց, բայց հետո ասեցի, եթե տենց է, ուրեմն պետքա պատվով ես դրա տակից դուրս գամ։ Ինչ որ կային, դասախոսներ կային, որ ինչ որ բան, երևի որ աղվեսի մռութը չի հասնում խաղողին, ինչ որ բաներ են, չէ, խոսում, տենց ինչ որ երևի չունեին իր հետ կամ դե այն level-ին չէին, որ տենց ինչ որ ստից մարդիկ էին, բան, անդադ ինձ ասում էին, բան, քեզ չենք նշանակում։ Ես սենց սուսուփուս նստած եմ դասին, ինձ ասում էին դուրս արի, ասում էին ինձ հետ եք։ Այո, դու խանգարում ես դասին, դուրս արի, բան, ինչ որ անդադ հետո արդեն ինչ որ մի շրջան եղավ, երբ որ ներկայացում էր անում Խորեն Աբրահամյանը թատրոնում ու ինձ այնտեղ իհարկե ավելի հետաքրքիր էր։ Ես չէի գնում դասերի, որովհետև այնտեղ նստած բացատրում էին բեմը պետք է լինի տախտակից, վարակու իրը բան։ Ուսանողներին կարելի է այդպեսի բան բացատրել։ Երևի ինչ որ այդ ուսանողին պետք է ընդունես արդեն այն մակարդակի վրա, որ ինքը այդ գիտակցությունը ունի, որ կա վարակույր, կա լույս, կա դահլիճ։ Թատրոնի կողքով գոնե անցել եմ։ Հա, ինչ որ ու ես որ փոքր տարիքից այդտեղ մեծացել եմ, ուն գիտեմ բեմը ոնց է ֆռում, այն պուճուր կլորը ոնց է ֆռում, լույսերը որտեղից է միանում, տակից ոնց են մտնում, բացվում է բեմը, տակից մուտք կար բան։ Ու ինձ բացարձակ դա հետաքրքիր չէր, իսկ այնտեղ հետաքրքիր էր։ Խորվիրապ ներկայացումն էին անում, շատ լավ դերասանական կազմով, ինքն էլ բեմի վրա, ես էլ մասնակցում էի, ոնց գնայի դասի։ Այդպես բացակայում էի։ Խորեն, դու իմ հանդիպած ամենա adekvat եւ ամենա, այսպես համեստ բարիս լավ իմաստով արտիստներից մեկն ես։ Բայց միշտ չի երևի, որ այդպես է եղել եւ դա երևի նորմալ է, բայց կուզեմ նաեւ այդ փուլի մասին խոսենք, մի վախեցիր է փոխեց քո կյանքը։ Եվ մեզ տվեց մի կերպար, որը այդ ժամանակվա համար տղամարդու լավագույն, այսպես հավաքական կերպարներից մեկն էր, եւ բարեբախտաբար երեխաներն էլ, պատանիներն էլ, դեռահասներն էլ այդ կերպարը կերան լավ իմաստով եւ բակերում խաղում էին, ինչպես դու ներկայացման ընթացքում ասացիր, հենց այդ կերպարով եւ այլն։ Ես հիշում եմ սակայն, որ այդ համատարած համահայկական ֆենոմենը ինչ որ բան քեզ մոտ փոխել էր եւ գուցե դու էլ այդ տարիքում պատրաստ չէիր այդ հայտնիությանը։ Մի դրվագ եմ հիշում, որի մասին կուզեմ խոսենք։ Քեզ հրավիրել էինք այդ օրերին նկարահանվելու եսամսագրի շապիկի համար, որտեղ ես աշխատում էի, ու այդ ֆոտոշութի ընթացքում դու շատ ուշ նախ եկար երկար ուշացած, հետո շատ աստղային պահանջներով, որ այստեղ սափրվելու տեղ չկա եւ այլն։ Ուզում հասկանալ արդյոք այդ ժամանակ կար այդ աստղային հիվանդության ֆոնը կամ գուցե դու պատրաստ չէիր տարիքային առումով այդ չափ հայտնիության։ Չէ, մհեր, ես համաձայն չեմ քեզ հետ, հիմա ասեմ ինչի։
որովհետև այսօր էլ էստեղ գալուց էլի ես տենց անդադով ու ինձ ուղեկցում են անդադ ասում եմ ախր չէ դա ինչ որ քաշվածության թե ինչ որ ամաչում եմ ինչ եմ անում այդ հարցազրույցներից sense մի տեսակ եմ լինում որտեղ ասում կարող եմ մարդկանց հետաքրքիր չի կամ ինչի պետք է ես խոսեմ իրանք լսեն ինչ որ sense բաներ կա որ անդադ ինձ դանջում է երևի այդ նույն պատմությունն ա եղել որտեղ ես երբեք չեմ տենց ինձ պահել որ եսի մով եմ որտեղ ես հստակ հասկացել եմ որ դա ոչինչ է այդ մի ֆիլմով չես կարող ինչ որ բան դառնաս պետքա արդեն 50 քանի ֆիլմ ունեմ նկարված, նույնիսկ հիմա չեմ կարծում, որ ինչ որ ես անդադ ուզում եմ աշխատեմ ինձ վրա։ Իսկ այդ հարցազրույցները, ֆոտոշուտները, բան ես այնքան դրանց sense բան եմ լինում, որ sense Բարի խոսենք այդ ֆիլմի մասին, թե որքան կարևոր էր այդ ժամանակ ցույց տալ հաղթած ազգի այդ կերպարներին եւ դու էլ հենց այդ նույն տարիքում էիր, տղայական փողոցի եւ միաժամանակ նաեւ ազգային գաղափարախոսություն ունեցող մարդու տարիքում քեզ համար ինչպես էր այդ կերպարը ընկալել, ստեղծել կերպարը Բացարձակ ես կասեի, որ սուտ կլինի իհարկե ասեմ, որ ոչ մի բան, բայց ես տենց բացարձակապես ճիգ չեմ գործադրել դա հասկանալու։ Ես չգիտեմ ոնց ես հասկացա, որ դա ոնց որ իմ միս ու արունը լինի։ Իհարկե մենք խոսեցինք սցենարիստի, ռեժիսորի հետ ու որ ես իմ մտքերն էի արտահայտում ու փառքասով որ նրանք ընդունում էին ու ահագին բան տարբեր էկրան գրքում է ու մի վախեցի ժամանակ ընդհանրապես չեմ մտածել չէ իհարկե սուտ կլինի որ չեմ մտածել կերպարը թե ինչ տեսակա ոնց է բայց այդքան մեծ ինձնից բան չտարա որ ես հասկանամ հենց ուղղակի այդ տղայի կյանքը ոնց կարա լինի որովհետև չգիտեմ ես արյունով զգում էի ինչա կատարվում իմ այդ մանկությունը տեսնելով պատերազմը ինձնից մեծ տղերքին այդ ամեն ինչը անդադ տանը լսելով հասկանալով մտածելով դրա մասին ոնց որ ես լինեի ու ամենամեծ գնահատականը ես համերգներից միշտ ասում եմ դա նա էր որ Բաքում երեխաները խաղալուց խաղացել են որ ես Արման Արամյանն եմ այն մեկին չեն խաղացել ասել են դու էլ Քյաչալ վատն ես ավելի մեծ գնահատական շատ մարդկանցից տարբեր բաներ եմ լսել շատ գովեստի խոսքեր բայց երևի ամենամեծ գնահատականս դա ա եղել որովհետև վերջի ես դրա համար եմ անում որ երեխաները այդ տեսնեն սովորեն իրենց դուր գա որովհետև մեր փոքր ժամանակ մենք մեծանում ենք չգիտեմ ես Բրուս Լին եմ ես Վան Դամն եմ ես Կոմանդոսն եմ Տերմինատորն եմ չգիտեմ այսպես բաներ բայց ունես դու մարդիկ որ ուզում են իրան նմանվեն Ես այդպիսի արվեստ եմ սիրում, ես չեմ սիրում, որ արվեստը խղճահարություն է առաջացնում կամ, չգիտեմ, դժբախտ, ինչ որ անդադ դժբախտ բաներ է։ Ես սիրում եմ, որ ինչ-որ կերպարներ կան, որ ուզում ես դու էլ այդպեսին լինես։ Ճիշտ է, մեծ մասը մեր ժողովրդի չի սիրում այդպիսի կերպարներ, սիրում է, որ իրանից ցածր լինեն, ավելի խեղճ վիճակում լինի, ավելի ծանր լինի, դժբախտ լինի, քան իրանք են, տենց լիդեր, առաջնորդ մի քիչ դժվար են սիրում, բայց ես սիրում եմ տենց կերպարներ, որոնց ուզում ես նմանվես։ Դուրս գաս կինոթատրոնին ու ասես, բայց ոնց որ ճիշտ ասում, ես կարող եմ այդպես անեմ, ինչի չեմ անում։ Պարոն Քեչիշյանը, ռեժիսոր, փոխել է շատերիս կյանքը, այդ թվում նաև իմ կյանքը առաջին մարդն ա եղել, ով կադրում հավատացել է ինձ։ Քո դեպքում ընդհանրապես քո կարիերայի կնքահայրն է կարելի ասել նաև, առաջին ֆիլմերը, որոնք թույլ տվեցին մարդկանց նկատել քեզ, սիրել քեզ, քո դերասանական գունապնակը ցույց տալ, ոչինչ չի մնան էր, հետո Սպանված աղավնին, Խաչագողի հիշատակարանը, Գարեգին Նժդեհը եւ այլ ֆիլմեր Քեչիշյանի ստեղծած իսկապես լայն հնարավորություն էին քեզ համար։ Արի սկսենք ոչինչ չի մնայից, ինչպես այդ ֆիլմը ստեղծվեց ու նաև շատ քննարկվեց ինտիմ տեսարանների համար, այնտեղ հատվածներ կային նաև Սպանված աղավնիում, երբ հայկական էկրանների համար դա անսովոր էր։ Հիմա արդեն իհարկե դա ընդհանրապես ինտիմ չի, բայց այն ժամանակվա անցալմամբ դա այդպես ինտիմ համարձակ տեսարաններ էին։ Մի վախեցից հետո ես հասկացա, որ չի կարող այս ճանապարհը սենց ավարտվել։ Ու ի պատիվ հրաչի ասեմ, որ շատ երկար խոսակցություններ ենք ունեցել մենք իրար հետ, ինչ որ բաներ էինք գծում, ինչ որ բաներ հետ ինքը համաձայն չէր, ասում էր դե լավ, բայց ինչի սա պետք չէ, ասում էի դու կարող ես, բայց ոնց անենք, ինչ անենք ու շատ երկար այս խոսակցությունները ես շատ շնորհակալ եմ նրան, որ ինքը ինձ հավատաց, որովհետև ինքը ինձ ասում էր այդ ինձ պետք չի, որ անկեղծ իմ կյանքում ամեն ինչ նորմալ է, առողջությունս դեռ լավ է,
բան ինչի մտնեմ գլուխս դնեմ գլխացավանքի տակ, բայց իմ մտքերին, իմ տեսլականին ինքը ոնց որ հավատաց ու գնաց այն ճանապարհով, որը մենք հիմա գիտենք, թե ինչ լավ ֆիլմեր է արտադրել, ինչ լավ ֆիլմեր է նկարահանել, թեկուզ եւ ես այնտեղ չեմ եղել կամ փոքր դերով եմ եղել, բայց ամենալավ ֆիլմերը կարելի ասել այս ընթացքում Հրաչ Քեշիշյանինն են ու ես էլի կրկնեմ, որ էլի մի տեսակ եմ լինում, երբ որ հիմա չկա այդ ժողովրդի չասեմ, այլ չգիտեմ, կինո արտադրողների կամ պետության, որ ասեն դու իրավունք չունես էլ չանես։ Չէ՞ որ մենք արդեն տեսել ենք քո գործերը։ Դու կարողանում ես անել։ Պատերազմական ֆիլմեր, հերոսների մասին ֆիլմեր, Եղնիկների կածանը, որ ես շատ եմ սիրում, մեր օդաչուների մասին։ Ախր եթե մարդ կարողացել է ցույց տա, որ դա կարողանում է անել, դու պետք է արդեն իրան հովանավորես ու պահանջես իրանից, որ դու այլևս իրավունք չունես անել ուրիշ բաներ։ Քո մոտ սա լավ ստացվում, արա։ Ու վերադառնալով այդ պատմությանը մենք ընտրեցինք այդ Ջոն Օսբորնի Ետնայիր զայրացած պիեսը, որը շատ գեղեցիկ կերպով Հրաչը ադապտացրեց, սարքեց մեր հայկական, մեր օրերի ու մեծ դժվարություններով ու չհասկանալով թե ուր են գնում հաջողություն լինելվա թե չէ, բայց շատ սիրով կպանք այդ գործին ու փորձներ։ Ընդհանրապես ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր այդ ֆիլմերին անուն են դնում։ Թույլ տամ ինձ իմ կարծիքը հայտնել ու ասել, որ չեմ սիրում ինչի, որովհետև ամենակիչը դու պետքա դրանից մի 2-3 անգամ ավելի շատ ու լավ բան արած լինես, որ կարողանաս ինչ որ մի բանին անուն դնես, որը սկիզբն էր, ստարտն էր, որտեղ ահագին սխալվել ենք, ահագին սայթակել ենք, բայց դրա վրա սովորել ենք, հաջորդը մի քիչ ավելի լավ ա եղել, այն մյուսը արդեն ավելի լավ տեխնիկա ա եղել, այն մյուսը արդեն չգիտեմ, վարկեր ա վերցել Հրաչը, որ կարողանանք այդ ֆիլմը ավարտենք։ Շատ մեծ ճանապարհ ենք անցել ու այսպես ուղղակի նստել ասել, գիտեք, ես կարծում եմ առնվազն դու պետքա, չգիտեմ, խիզախ սիրտը Մել Գիբսոնի նկարած լինես, որ անուն կպցնես։ Իսկ այդպիսի մարդիկ երևի ընդհանրապես այն չին անի, կասեն գնահատում ենք այս մարդկանց անցած ճանապարհը։ Եվ հետո շատ կարևոր է եղել նաև իմ սերնդի համար այդ էսթետիկայի ձևավորումը։ Այո։ Այդ ֆիլմերով, երբ հիմա հետ հայաց եմ նետում, հասկանում որ այնտեղ գույներից սկսած, ասենք, ոչինչ չի մնան։ Ինքը այդպես կապույտ, մոխրագույն գույների մեջ էր, նկարահանման էսթետիկան, ռելսերով, դանդաղությունը եւ այլն։ Այդ ամեն ինչը եթե ենթագիտակցական շերտում մնում է եւ հետո կյանքում պետք է գալիս հաստատ։ Ես ավելին ասեմ, նույնիսկ այնքան հավանում են այդ Հրաչի այդ ձևավորումները, այդ գույների էսթետիկան, որ նույնիսկ անհայտ բաժանորդ ֆիլմում խնդրել են, որ Հրաչ չզբաղվի դրանով։ Ոչ որպես ռեժիսոր, ռեժիսորը Արշալույս Հարությունյանն էր, բայց ինքը եկավ այդ նկարահանման հրապարակը ընես ճիշտ գույներով, ճիշտ դասավորեց, որ սա ասացի վաու։ Վինուս Գիբս խանութ-սրահը տասնամյակներ շարունակ իր հարկի տակ ներկայացնում է ամենաճաշակով եւ ամենագեղեցիկ ապրանքանիշերը, որոնք իրենց հերթին էլ ներկայացնում են համաշխարհային մշակույթ։ Այս անգամ խոսելու ենք Լալիկ ապրանքանիշի մասին, որը 1888 թվականից ի վեր համարվում է ֆրանսիական թանկարժեք սպասքի ամենահայտնի բրենդերից մեկը։ Լալիկը իր ամենալայն եւ ամենագունեղ տեսականիով ներկայանում է Վինուս Գիբս խանութ-սրահում։ Շտապ եմ ձեզ տեղեկացնել, որ այստեղ կա նաև limited edition, այսինքն սահմանափակ քանակությամբ արտադրված Լալիկ ֆիրմայի գեղեցիկ ծաղկամաններ, որոնք անգամ համարակալված են եւ սահմանափակ քանակության պատճառով հայտնվում են հազվագյուտ խանութներում։ Վինուս Գիբսը այդ խանութներից մեկն է։ Օրինակ հենց այս բյուրեղապակյա գեղեցիկ ծաղկամանը ես կարծում եմ, որ ձեր տանը շատ կսազի, սակայն ձեզնից շատ քչերը կարող են դրանք ձեռք բերել այն պարզ պատճառով, որ դրանք սահմանափակ քանակությամբ են արտադրվել եւ անգամ համարակալված են։ Սակայն Վինուս Գիբսի հաճախորդները միշտ էլ գիտեն, որ այստեղ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում եւ նրանցից յուրաքանչյուրը գոհունակությամբ են լքում այս խանութ-սրահը։ Դե ինչ, կհանդիպենք հաջորդ անգամ հենց կրկին Վինուսում։ Art in Beauty Aesthetics-ում ձեզ կարող են առաջարկել նիհարելու ամենաբազմազան եւ ամենաառաջատար մեթոդները։ Այդ թվում նաեւ լիպոսակցիա, կբացատրեք ողջույն բժիշկ, ինչի մասին է խոսքը։ Բարև Մհեր ջան։ Լիպոսակցիան դա մեխանիկորեն ճարպային հյուսվածքի հեռացում է, լիպոսակցիա ճարպ հեռացնել։ Մենք այստեղ անում ենք առանց
ընդհանուր ցավազրկման, այսինքն նարկոս չկա, տեղային թեթև կտրվածքներով կանյուլայի միջոցով հեռացում է։ Օգտագործում ենք մեքենա, որը նաև լեզեր ունի հետ։ Դա ինչու է օգնում, հետվիրահատական շրջանում շատ ավելի մաշկի հետ ձգում է կատարում։ Հիմա շատ ակտուալ է թեման լիպոսակցիա ինչ առումով, այս վերջերս ներարկումների բանի հետ կապված մարդիկ քաշ են գցում, բայց ինչ է կատարում, ընդհանուր իրենց քաշը իջնում է, բայց մարմնի որոշակի մասերում մնում են շատ տգեղ, այն առումով տգեղ, չեմ ուզում այդ բառը օգտագործել, ոչ սիմետրիկ ճարպային կուտակումներ, որոնք ինչքան էլ նիհարում ես, երբ որ մի քիչ ինչ-որ բան ես հագնում, գեղեցիկ չի նայում, լինի դա կրկնակզակը, լինի թևերի այս մասերը, լինի փորը եւ այս կողքերը։ Շատ կարևոր է վերցնեք ժամադրություն եւ մենք խոսենք դրա մասին, որտեղ ամեն հաճախորդ չի, որ դա մեր ճիշտ հաճախորդն է։ Շատ անգամ ես ասում եմ, դուք պետք է գնաք վիրահատորեն, պլաստիկ վիրաբույժը նաեւ մաշկի հեռացում կատարի։ Բայց ունենք շատ լավ արդյունքներ եւ խնդրում եմ գնացեք ճիշտ մասնագետի մոտ, որ ձեզ ճիշտ խորհուրդ տան այդ հարցը։ Եկեք ճիշտ մասնագետի մոտ, Artin Beauty Aesthetics-ում պրոֆեսիոնալ բժիշկ է աշխատում եւ մեծ եւ հետաքրքիր թիմ, այցելեք եւ կհամոզվեք։ Velvet Rose-ում դիզայներների ցանկությունը մեկն է։ Իրենց ստեղծած ծաղկե ձևավորմամբ կամ ծաղկե փնջով փոխանցել այն բոլոր խոսքերը առանց խոսքերի, որոնք դուք ցանկանում եք փոխանցել ձեր սիրելիին կամ պարզապես այն մարդուն, ում դուք նվիրում եք այս ծաղկե փնջերն ու ձևավորումները։ Իսկապես շատ կարևոր է, որպեսզի դրանք փոխանցեն այն էներգիան եւ այն զգացողությունները, որոնք շատ հաճախ մենք չենք կարողանում ասել խոսքերով։ Այնպես որ այցելելով Velvet Rose դուք կգտնեք այն խոսքերը, որոնք շատ կարևոր են։ Այստեղ դիզայներները ընտրում են ոչ միայն այն ծաղիկները, որով կարելի է գեղեցիկ ձևավորել, այլ նաև այն ծաղիկները, որոնք համեմատաբար ել ավելի երկար կապրեն եւ ել ավելի երկար կուրախացնեն ձեր հարազատներին։ Velvet Rose-ում նաև կարող են ձեր հատուկ առիթները գեղեցիկ ձևավորել եւ պատրաստել այնպիսի գեղեցիկ փաստորեն միջավայր, որը կհամապատասխանի ձեր ճաշակին։ Այցելեք եւ կհամոզվեք։ Մենք մեր սիրելի Grand Bridge սուպերմարկետում ենք, որտեղ դուք կարող եք գտնել ամենահամեղ հայկական ուտեստները պատրաստ, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ, մսեղեն, բանջարեղեն, միրգ, այն ամենը, ինչ սովորաբար դուք գտնում եք հայկական խանութում։ Սակայն բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ ես ուղղակի խենթանում եմ հացաբուլկեղենի համար։ Եվ հենց այնպես չէ, որ մենք հայերս միշտ ընթրիքին ասում ենք հաց ուտել կամ որևէ մեկի հետ հաց կիսելը համարում ենք շատ կարևոր։ Հացը ինձ համար եւս ամենակարևոր երևի թե սեղանի զարդերից մեկն է, իսկ Grand Bridge-ում պատրաստում են տեղական արտադրության լավագույն հացերը ընտանեկան գաղտնի բաղադրատոմսով։ Այս գաղտնի բաղադրատոմսը երկար տարիներ ընտանիքը փոխանցել է մեկը մյուսին եւ արդյունքում բնականաբար իհարկե այժմ կարող են նաեւ վայելել այս խանութի հաճախորդները։ Բացի ավանդական մատնաքաշից այստեղ կարելի է գտնել նաև մեր հայերի սիրելի բուխանկան, բոքոնը, պուրին, մի խոսքով այն ամենը, ինչ սովորաբար հայերը սիրում են գնել հենց այստեղից, այնպես որ այցելեք Grand Bridge սուպերմարկետ։ Շատ կարևոր հարց դու բարձրաձայնեցիր, տես Քեչիշյանը նկարահանել է նաև մեծ քանակությամբ հայկական դասական գործերի վրա ֆիլմեր, հեռուստասերիալներ կարճ տևողությամբ ու նաև հերոսական պատումներ, որոնք սերունդների համար կարևոր են։ Ինչու այսօր դրանք տեղ չեն գտնում հայկական կինոյում, հայկական էկրաններին, որովհետև մենք չունենք դրանց կարիքը, թե նպատակաուղղված կերպով մեզ պետք չեն նման թեմաներ բարձրաձայնել։ Մենք իհարկե ունենք դրանց կարիքը, ես կարծում եմ ժողովուրդը դրանում մեղավոր չի։ Ինչ ցույց են տալիս մարդիկ դա էլ նայում են։ Հա, իհարկե իրանք ուզում են, որ ինչ-որ մի բան լինի, բայց իրանք ուզելը քիչ է։ Պետք է այն մարդիկ, ովքեր գործ են ձեռնարկում, ասենք ովքեր գումար են դնում, հովանավորում են, իրանց պահանջները ունենան, ասեն ես այս մարդու մասին ֆիլմն եմ ուզում։ Թե չէ մենք անդադ տենց տունը վարկ դնելով, չգիտեմ, մեքենաները ծախելով, բան ինչ-որ բաներ են կարել, իհարկե դրա մեջ շատ մեծ մասնակցություն է ունեցել հանրային հեռուստաընկերությունը, որը քաղաքականություն ուներ, որ դասականներ, հետո սպանված աղավնի Խաչակողի հիշատակարանը, հետո այս վերջին շրջանում արդեն քաոսը, պատվի համարը, ինչ-որ հետաքրքիր բան կար դրա մեջ ու կարծում եմ, որ շատ մարդիկ վերջին ուսուցիչը շատ մարդիկ սիրեցին, նայեցին, ընդունեցին, հավատացին ու մեկ էլ վերջ
ես այդ կյանքում չեմ կարողանում հասկանալ։ Ոնց է լինում, որ մեկ էլ ինչ որ երևի միտքները փոխվում է կամ առավոտ անդրամադիր են զարթնում կամ վերջ այլևս ոչ մի դասական, բայց ինչի մարդիկ նայում էին, ոչ կրիմինալ բան կար մեջը, ոչ որ դասականներն են, բայց քո դասականները չէկրանացնես, ինչ է անես։ Այն մնացածն էլ իհարկե իրավունք ունեն կյանքը ապրելու, թող լինեն, թող նկարանեն ինչքան շատ այնքան լավ, բայց պետք է այս ուղղությամբ էլ մի քիչ աշխատել։ Ինտիմ տեսարանների հարցը Հա, շրջանցեցինք։ Դժվար է կադրում իրավ դու գիտես, այն էլ այն ժամանակներում, երբ ընկալումը այլ էր, երբ գիտես, որ նման մտերմիկ տեսարան պիտի խաղաս, ինչպես ես նախապատրաստվում։ Նախասեմ որ շատ դժվար է նկարահանվում ու հետո երբ որ կադրում նայում ես, հա, մարդիկ տեսնում են, որ ինչ որ երկու մարդ իրար սիրում են, բայց նկարահանման process-ում է սարսափելի բարդ բան է, դա ոնց որ գործի գնացած լինես ու ոչ մի բան տեղ էմոցիա չկա տեղ։ Դա ինչ որ բաներ են, որ ռեժիսորն ասում է, հիմա այս կադրն է, սենց, հիմա ինչ որ սենց վիճակ կա, որը հաստատ ոչ երկուսին էլ տհաճություն է պատճառում, անհարմար, ինչ որ վիճակի մեջ ես, բոլորը նայում են, դու մտածում ես կադրի մասին, թե ինչ խնդիր է, ոնց է, ինչ որ ուղեղդ ուրիշ տեսակ է աշխատում ու ոնց ասեմ, այդ մեր նկարահանած այդ տեսարանները երևի, ինչ ասեմ, ընդհանրապես այն ինչ որ կինոարտադրությունում կա համաշխարհային, լավ չասեմ, հետո հայկական արտադրությունում էլի տենց բաց տեսարաններ կան, մերը երևի տես փոքրիկ ծաղիկներ էին։ Իսկ դրանում չկա քիմիա, սովորաբար չի լինում քիմիա դերասանի ու դերասանուհու միջև։ Գիտես, դա աշխատանք է, ես օրինակ միշտ որ մարդիկ նայում են, չգիտեմ, պարողները, որ իրար հետ պարում են, որ առաջին հայացքից նայում ես, ասում ես ոնց որ սիրահարված լինեն իրար, չէ՞ որ զույգով պարում են։ Լինի դա այդ օլիմպիական մարզաձև, որ դահուկների վրա պարում են, լինի դա բալետ, բայց այդպես չի, այդ մարդիկ շատ ծանր վիճակի մեջ են, գործ են անում իրանք, ֆիզիկական աշխատանք են անում, բայց մենք որ նայում ենք, ասում ենք ինչ ոնց են սիրում իրար։ Երևի կարելի է դա նմանացնել իրար։ Քո անձնական կյանքը միշտ քննարկել են եւ բարեբախտաբար դու էլ սիրառատ մարդ ես, ինչպես իմ գործընկերն ասում Արա Ղազարյան, հաստրել ես ամուսնանալ նաեւ մեր փոխարեն, ինչը շատ լավ է։ Ես հիմա հասկանում որ երկու տղամարդով չենք նստելու եւ խոսենք քո նախկին կանանց մասին կամ չեմ փորձելու քո երեխաների մայրերի մասին որևէ ինֆորմացիա կորզել էկրանների առաջ, բայց կուզեմ մի կերպ անդրադառնանք նաև քո կյանքում կարևոր կանանց, քո երեխաների ծնողներին ու ամեն մեկի մասին լավ բաներ ասել, այլ ոչ թե վատ բաներ։ Ես միշտ ինչքան հնարավորություն եղել է, բոլոր տեղերն ասում եմ, որ ես իրանց շատ հարգում եմ։ Իմ կյանքում եղել են սերեր, այո, ու առանց դրա անհնարին էր։ Ես ունեմ հրաշալի երեխաներ, ու իրանք ապրում են հրաշալի ընտանիքներում, իրենց մայրերի հետ, իրենց տատիկների, պապիկների հետ, որոնց ես անսահման շնորհակալ եմ, որտեվ որ տեսնում եմ ինչպես են նրանք մեծանում, իհարկե իմ մասնակցությունը ես պարտադիր ունենում եմ ու ուզում եմ ավելի շատ լինի, բայց այն գրաֆիկով, որտեղ ես եմ աշխատում, դա մի քիչ ոնց որ դա իմ թերությունը լինի, բայց թե երևի իրանք էլ պետք է հասկանան, որ իրոք ես աշխատում եմ, ես տենց այն մարդկանցից չեմ, որ գլուխ պահի, ես աշխատանք, ամբողջ կյանքս աշխատանքի մեջ եմ անցել։ Հիմա ունեմ ընտանիք, հիմա ինձ լավ եմ զգում, ունեմ երեխա, որին շատ երկար ենք սպասել, որովհետև մեր ընտանիքում Լևոնյանների չկա աղջիկ երեխա, ու հիմա ինքը առաջի աղջիկ երեխան է ու սենց մի քիչ տակնուր է արել մեր ամբողջ կյանքը։ Անուն ինչպես եք ընտրել։ Անունը դրել ենք Արև, այդպես ստացվեց ես ու Էման որոշեցինք, որ չեմ կարող ասել, խորեն ինչ որ նաև այդ արմատները որ փորփրում ես, նաև Արեգակ, Արև ինչ որ դրա հետ կապ ունի, հետո իմացա ես դա ու սենց ինքնաբերաբար ստացվեց, որ լինի Արև։ Որդիներիդ անուններն էլ պատահական չեք ընտրել, դրանք կարևոր նշանակություն են ունեցել քեզ համար, ինչպես ես ընտրել նրանց անունները։ Ես շատ սիրում եմ այդ ժառանգականության հարցը, որովհետև երբեք չեմ փորձի փախնել իմ արմատներից
երբեք չեմ փորձի ինձ դուր չի գալիս։ Ես երիտասարդ ժամանակ շատ եմ լսել տարբեր շրջապատներից, որ այս անունները հին են, այս անունները ինչ որ բան են, տհաճ են, չգիտեմ, ուրիշ անուններ տնենք, բան չէ, ես շատ սիրում եմ մեր հայկական, ինչքան մեծանում եմ, այնքան սկսում եմ հարգել ու գնահատել մեր հայկական անունները ու ինձ համար սիրելի ու գեղեցիկ են դառնում իրանք։ Ու առաջին որդուս առաջնեկիս անունը դրել եմ հորս անունով Արմեն, իր պապու ժառանգությունը, իմ ժառանգությունը, երկրորդը որդուս Արամը, իմ պապու հորեղբոր անունն է, որը Իգրիրում շատ հարգված մարդ է եղել ու որի պատմության մեջ կա թե տխրություն, թե պայքար, շատ հետաքրքիր կյանք է ինքը ունեցել, արևն էլ երևի եկավ, որ մեր կյանքը տաքացնի, ջերմացնի, չգիտեմ, լուսավորի։ Խոր ինչպես ես կարողանում բաշխել ժամանակդ եւ ինչպես ես կարողանում ստեղծել մթնոլորտ, որ երեխաները այդ մեկը մյուսի հետ էլ նաեւ շփվեն հնարավորության դեպքում։ Մեծ հարգանքով բոլոր երեխաների հանդեպ, անհատականությունների հանդեպ, բայց նաեւ շատ խիստ, շատ ընկերական, որովհետև հիմա մի քիչ այդ հեռախոսները, պլանշետները, PlayStation-ները, ինչ որ չնայած երկուսն էլ այնպես են արդեն սովորել, որ բակ են իջնում, ինչը ես շատ խրախուսում եմ, երեխան պետք է բակ գնա։ Եվ հիմնական իհարկե մեծ մասը դա հորս շնորհքն է, որ ես երկրում չեմ լինում կամ նկարահանումներ եմ լինում, ինքը բոլորին համախմբում է իրար հետ ու իրանք իրար ոնց ասեմ, չեն տարբերում, հա, որ երեկոյան պետքա, ասենք, իրար չտեսնեն կամ քնեն տարբեր տեղեր։ Ես վերջերս երկու տղաներիս միասին տարել էի Մեղրիի Զորամաս։ Տարա այնտեղ ասեցի հիմիկվանից արդեն սովորեք, տեսեք, ինչ է լինում, ոնց է լինում, շատ հավանեցին, փոքրը Արամը այնքան հետաքրքրությամբ այդ, չգիտեմ, տանկերը, զենքերը, sense անդադ հարցեր էր տալիս, իրան բացատրում էին, մեծ տղաս Արմենը արդեն ավելի լուրջ, ավելի հասկանալով, չգիտեմ, զենք բռնելը, այդ բանը ահագին ինչ որ բաներ տեսան, սովորեցին, ուսումնասիրեցին, լավ օր անցկացրեցինք, եկանք ու sense մյուս օրը ես արդեն ինքնաթիռի մեջ բայց չենք այդ բաժանումները հավանաբար քեզ համար ծանր են ու դժվար են, որովհետև դու էլ ես քո կյանքում ունեցել մի շրջան, երբ հայրդ Միացյալ Նահանգներում էր ու երկար տարիներ իրեն չէիր տեսել։ Հիմա երբ արդեն ինքդ ես ծնող, ինչպես ես վերհիշում նախ այդ ժամանակաշրջանը եւ ինչպես ես նայում ես հարցին։ Գիտես, շատ չեմ սիրում անցյալի, բայց իհարկե հումորով մեկ-մեկ կատակով այդպես իրար բաներ ասում ենք, որ չգիտեմ, դու այս տարիքը, այն տարիքը երիտասարդությունը, բայց դա իհարկե դա հումորային բան է, որովհետև ես կարծում եմ բոլորս հասուն մարդիկ ենք ու դա չարաշահել կամ շահարկել ընդհանրապես իմ ծրագրերի մեջ չի մտնում։ Իսկ այս բաժանումները Փառք Աստծո գոյություն ունի այդ ինչ կապա, տեսակապ, որ միշտ այտենց նայում ենք, խոսում ենք, օրինակ ես վերջերս Արմենի մայրը թաքուն նկարել էր, ուղարկել էր, այս նոր տեսահոլովակս որ դուրս է եկել, ինքը sense լուրջ ժամերով նստած նայում է, ինձ այնքան դուր է գալիս, այդ որ հատուկ ինչ որ բան չկա, ինչ որ թաքուն են նկարահանել, որ այդ երեխան սիրում է։ Ինձ դա, չգիտեմ, շատ կպավ սրտիս են հուզվել էի մի քիչ, Արմեն ապրես, Արամ գերազանց ապրես, արևս էլ մեծանում է կամաց։ Միացյալ Նահանգներում սեփական մեքենային շատ մարդիկ վերաբերում են ինչպես իրենք սեփական առողջությանը եւ եթե Աստված չարացե մեքենան հիվանդանում է կամ որևէ ավտոպատահար է տեղի ունենում, ապա այդ պարագային ամենակարևորը ճիշտ բժշկի մոտ բերելն է։ Այս հասցեն, որ այժմ տեսնում եք, լավագույն բժիշկներն են մեքենաների աշխատում։ Pinnacle Auto Service, այդպես է կոչվում այս ընկերությունը, որ զբաղվում է բնականաբար իհարկե ձեր մեքենաների նախնական տեսքի բերելով եւ վերականգնելով։ Յուրաքանչյուր ավտոպատահարի դեպքում առաջին զանգը հենց կարող եք անել Pinnacle Auto Service ընկերությանը։ Towing ծառայություն, այսինքն մեքենայի տեղափոխումը միանգամայն անվճար է, ձեզ բնականաբար իհարկե տրամադրվում է ժամանակավոր ապահով մեքենա, համագործակցություն կա յուրաքանչյուր
բոլոր ապահովագրական ինշուրանս ընկերությունների հետ եւ որ ամենակարևորն է ձեր մեքենան նախնական գործարանային տեսքին կվերադառնա շատ կարճ ժամանակահատվածում։ Մենք երբևէ չենք գովազդում որևէ բան, որում վստահ չենք։ Մենք վստահ կարող ենք ասել, որ հենց այս ավտոընկերությունը լավագույններից մեկն է Լոս Անջելեսում եւ կարող եք վստահել, ինչպես վստահում եք մեզ։ Բոլոր կանանց ու աղջիկների ուշադրությունն ենք այժմ հրավիրում, որովհետև մեր նոր գործընկերոջն ենք ներկայացնելու Shop by Raya։ Այդպես է կոչվում նոր խանութ սրահը, որը բացվել է Լոս Անջելեսում եւ պիտի ասեմ, որ բոլոր ճաշակի կանայք եւ աղջիկները այստեղ կգտնեն իրենց նախընտրած հագուստը ամենատարբեր միջոցառումների ու ամենատարբեր առիթների համար։ Առօրյա casual հագուստից մինչև երեկոյան եւ ներկայանալ իզգեստներ, աշխատանքային եւ օֆիսային, գուցե նաեւ որոշակի solid կերպարներից մինչև վառ եւ անհատականություն ընդգծող հագուստներ։ Նաև պետք է նշել, որ գործում է on-line վաճառք եւ այցելելով Instagram-յան այս էջը վստահ եմ կտեղեկանաք, թե ինչպես կարող եք նաև on-line տարբերակով ձեռք բերել ձեր նախընտրելի հագուստները։ Shop by Raya-ի տարբեր հավաքածուները տարբեր տարիներին նախընտրել են ամենատարբեր top արտիստներ, ամենատարբեր celebrity-ներ ու հայտնի մարդիկ, ովքեր տարբեր reality show-ներում են ընդգրկված եւ ամերիկյան հեռուստատեսությունում։ Հայկական շոու բիզնեսից արտիստներ եւս նախընտրում են այստեղից հագնվել, այնպես որ մեկ անգամ այցելելով հենց խանութ սրահը կամ պարզապես այցելելով Instagram-յան էջը վստահ եմ կգտնեք ձեր նախընտրելի կերպարները։ Դե ինչ մենք արդեն Glendale քաղաքում ենք մեր սիրելի Gravel ծաղկի սրահում, որտեղ պատրաստվում են ամենագեղեցիկ ծաղկե փնջերը եւ ամենագեղեցիկ ծաղկային ձևավորումները։ Թարմ եւ լավագույն ծաղիկներից պատրաստված այս գեղեցիկ ստեղծագործությունները կարող եք նվիրել ձեր սիրելիին, ձեր ընկերներին ու գործընկերներին։ Դրանք շատ երկար են մնում, որովհետեւ շատ թարմ ծաղիկներից են պատրաստված, իսկ դիզայներական հետաքրքիր լուծումների վերաբերյալ կարծում եմ ավելորդ է անգամ խոսել։ Սակայն մի շատ հետաքրքիր յուրահատկություն է առաջարկում Gravel ծաղկի սրահը։ Այստեղ կան վարդեր, որոնք ֆանտաստիկ գեղեցկության են, այժմ դրանք ձեր էկրաններին են, որոնք պահպանվում են 1 տարուց ավել։ 1 տարվա համար Gravel ծաղկի սրահը տալիս է երաշխիք, սակայն դեպքեր կան, երբ դրանք ճիշտ եղանակային պայմաններում պահպանվել են անգամ 4 տարի։ Ձեզ կթվա, որ դրանք արհեստական վարդեր են, սակայն շատ հետաքրքիր լուծումով իսկական վարդերը կարող են մշակվել եւ պահպանվել ավելի քան 1 տարի։ Gravel ծաղկի սրահին կարող եք դիմել ինչպես ձեր միջոցառումների, այնպես էլ անհատական պատվերների համար։ Էկրաններին տեսնում եք, թե որքան գեղեցիկ ձևավորումներ կան ծաղկային, իսկ խանութ այցելելով կարող եք յուրաքանչյուր պահի գտնել որևէ առիթի համար համապատասխան ծաղկեփունջ։ Որպես է ստացվել, որ կանայք քո կյանքում արվեստին հետ անմիջական կապ են ունեցել։ Մերին, ով մեր բալետի այսպես հայտնի դեմքերից մեկն է, Լիկան, ով հայկական թատրոնի, կինոյում նաև շատ կարևոր դեր է ունեցել։ Էման եւս երաժշտական է, եթե չեմ սխալվում, եւ նաև թատրոնում աշխատում, թատերական ինստիտուտն է։ Ինչպես է ստացվում, որ հենց այդ ոլորտի հետ կապը երբեք չի կորում։ Դե երևի դժվար, ասենք, չգիտեմ, ուրիշ մասնագիտություն ոնց լիներ։ Իհարկե կարող է լինել, բայց չէի մտածել այդ մասը, երևի այդպես ստացվում է, չգիտեմ։ Ասենք ուրիշ մասնագիտություն լինի, պետք է այդ մասնագիտությունից խոսել, չէ՞։ Ասենք, չգիտեմ, եթե բժշկուհի լինի, պետք է այդպես բժշկությունից խոսեք, անդր ինքը բժշկությունից խոսե, դու արվեստից, բայց չէ, դե կատակը կատակով, բայց շատ մարդիկ կան, որ շատ համերաշխ ու շատ լավ ապրում են ու իրանց համար հենց ճիշտ է այդպեսին, հա։ Ես համարում եմ, որ ամենից ճիշտ է։ Արի, բայց այդտեղ շղթան ավարտենք։ Էմայի հետ ինչպես եք ծանոթացել եւ այս տարիքում արդեն, երբ փոքր ավելի հասուն ես, երբ արդեն անցել ես մի շարք հարցերի միջով, երևի թե ավելի խորն ես ընկալում մարդկանց, չէ՞։ Այո, բնականաբար։ Մենք ծանոթացել ենք թատերական ինստիտուտում, երբ ինձ հրավիրել էին տարբեր կուրսեր, ուղղակի այդպես շրջայցի նայելու ինչպես են աշխատում երիտասարդները, այդտեղ ուղղակի ծանոթացել ենք, բայց
մտերմությունը մեր ավելի սկսվեց 20 թվականի այդ պատերազմական օրերին ու ես մարդու մեջ գնահատում եմ այն ինչ որ ինքս կուզեի այդպես անեի, ինքս այդպեսին եմ ու կանեի այդ քայլերը ու երբ որ տեսնում ես որ աղջիկը նույն կերպ է մտածում դա ու առանց ինչ որ տենց հատուկ անելու, այլ այդպես է ու մենք երկար ժամանակ լավ այդ մասին չեմ ուզում խոսել։ Ես եմ ուզում այդ մասին խոսենք, դու երևի չգիտես էլ որ ես տեղյակ եմ։ Գիտեմ, որ պատերազմի ընթացքում 500-ից ավել մարդկանց պահել ես եւ օգնել կամ միասին եք դա արել։ Այդ մասին սովորաբար ընդունված չի բարեգործության կամ լավ արարքի մասին խոսել, բայց ամեն դեպքում դա լավ օրինակ կարող է լինել մյուսներին այդ լավ գործով վարակվելու համար։ Ես չեմ սիրում այդ մասին խոսել, որովհետեւ ես դա չեմ արել որ դրա մասին խոսեմ, ես դա արել եմ, որտեղ ես դա պիտի անեի, ուրիշ ոչ մի կերպ չեմ պատկերացնում դա, իմ ընկերների հետ, Արթուրի հետ, Աննայի հետ, որոնք ամենօրյա ռեժիմով ես իրար հետ գնում էինք, անում էինք այն ինչ որ պիտի անեինք, նույնն էլ երիտասարդ դերասաններ կային ինձ հետ, կար իմ ապագա կինը ու մենք դա արել ենք, որովհետև ես իմ անունից կարող եմ ասել ու վստահաբար նրանց անունից էլ ոչ ու խնդրել եմ նրանց չհանրայնացնել դա։ Հիմա առաջին անգամ ենք դրա մասին խոսում, բայց այս մասին այսքանը։ Խոր ներկայացման ընթացքում մի ֆրազ իմ հիշողության մեջ մեղվեց, ասացիր, որ տղամարդը պիտի լուր տանի իր էմոցիաները եւ նաեւ միևնույն ժամանակ ասացիր, որ մենք հետ գնացողներից չենք, առաջ գնացողներից ենք։ Բայց այնուամենայնիվ ինչ որ պահեր երևի լինում են, երբ դու քո ներսում էմոցիաների փոթորիկ ունենում ես, ինչն է քեզ փոթորկում առհասարակ։ Երևի պարզ հասարակ բաները, որոնք բացակայում են մեր կյանքից, դրանից ավելի այդ փոթորկումները լինում է։ Օրինակ ես 30 տարի է անընդհատ բոլոր տեղերը խոսում եմ, ասում եմ, ինչի է մեր կինոթատրոններում ֆիլմերը ռուսերեն։ Ես անձնական այդքան բաների հետևից չեմ փոթորկվում ընկնում ես ավելի շատ ինչ որ շատ կարևոր բաների մասին եմ միշտ տանջվել ու շարունակում եմ տանջվել 30 տարվա մեջ ինչի մենակ հանրայինն է փորձում կրկնօրինակել ֆիլմերը ինչ որ մարդիկ կան, հա, այն ժամանակ ասում էին դե որ դու ես անում քոնը կարողանում ենք լսել, չգիտեմ, հայերեն դե հայհոյանքներ չի լինում, հայհոյանքների տեղը կարելի է փոխարինել ուրիշ տեսակ արտահայտություններով, այն ինչ որ մենք օգտագործում ենք, պարտադիր չի ինչ որ մի բան անգլերեն որ ասես, հենց նույնը բառացի թարգմանես հայերեն, դա չի լինի, չի ստացվի, բայց կարելի է շատ հետաքրքիր լուծումներ գտնել, որը չեն անում ինչ որ թարգմանում են կիսագրական ինչ որ բառեր են ասում գրողը տանի արտահայտում հա ինչ որ գրողը տանի օքեյ կարելի է դրա տեղ ուրիշ բան ասել այնքան բան կարելի է ասել որ մեր լեզվա մտածողության մեջ լինի ինչի չի արվում հայերեն ինչի չգիտեմ ուշադրություն չի դարձվում թատրոնների խաղացանկներին դերասանների վարձատրություններին ինչի պետքա մեր երկրում ամենացածրը երևի եթե ոչ ամենացածրը թատրոնի դերասաններն լինեն հետո իրենցից ինչ որ բան ենք պահանջում այդ մարդիկ ընտանիք ունեն երեխաներ ունեն որ պետքա պահեն վերջիվերջո պետքա հաց ուտեն կոմունալներ մուծեն ստիպված իրանք ինչ որ ոնց կարողանում են այդպես ապրում են դա սխալ է արվեստի մարդը պետքա կենտրոնանա իր գործի վրա նա պետքա օրը գիշեր տրամադրի իր ստեղծելուն, ստեղծագործելուն։ Թե չէ, այտենց որ այս 2 կոպեկով անտրամադիր թեկուզ նվիրալներ են թատրոնի, բայց մեկը երբ որ այդ նվիրալը իր նվիրվածությունը վերջացնում է 2 ժամ հետո, ապրելու խնդիր ունի։ Երաժշտական ներկայացման ընթացքում մի բան էլ նկատեցի, որ քո այդ ստատիկ տղամարդկային զուսպ էմոցիաներին զուգորդվում է նաև մարդկային հուզականությունը, եւ դա ճիշտ բալանսի մեջ է այդ ներկայացման մեջ, եւ ասելիքն է շատ կարեւոր եւ նաեւ մարդկային շոշափելի զգացողություններն են տեղին։ Օրինակ այնտեղ մի հատված ինձ շատ հուզեց, երբ դու երգում էիր քո վաղամերիկ ընկերոջ երգը,
եւ ասացիր, որ կյանքում երբեմն լինում են պահեր, երբ մենք չենք հասցնում մարդկանց շնորհակալություն ասել կամ ասել, որ իրենց սիրում ենք։ Այդ զգացողությունը քեզ մոտ հաճախ է եղել։ Շատ հաճախ ու փորձում եմ ես դրանով իմ շրջապատին վարակել, որ եթե իմ սխալը մի կրկնեք, ես շատ կուզեի, որ անընդհատ կամ գոնե մի քանի անգամ ես իմ օրինակ պապին ասած լինեի, որ ես սիրում եմ քեզ, ես հարգում եմ քեզ, դու իմ համար ամեն ինչ ես, բայց մարդկային երևի բնույթն է այդպեսին կամ երիտասարդությունը, որ ինչ որ քաշվում ես, ամաչում ես, հետո ամբողջ կյանքը գլխիդ ես տալիս։ Պարզ հասարակ բաներ, չես քաշվում լիքը ուրիշ բաներ անելուց, բայց որ պետքա քո հարազատին, քո մոտիկին ասել, որ ես քեզ կարոտում եմ, ես եթե հարմարա կարամ գամ ձեր տուն ժամանակ անցկացնենք, ինչ որ շատ պարզ հասարակ բաներ, որոնց այդ կարոտը, հետո այդ խեղճվածությունը ամբողջ կյանքը քեզ հետապնդելու է։ Որպես բեռ, պապի հետ կապված ամենաջերմ հիշողությունը քո մոտ որ մնացել է։ Մեր յուրաքանչյուր հանդիպում այնքան ջերմ ու այնքան լավ անցել, թեկուս, չգիտեմ, այն հումորները, այն բաները, որ ինքը փորձել է ինձ դրանով, ինքը չէր սիրում խրատ տալ, խորհուրդ տալ։ Ինքը կարող է ինչ-որ Հովհաննես Թումանյանից մի բան պատմեր, ու եթե դու շատ բութ չես, դու կհասկանայիր այդտեղ քեզ ինչա ուզում քեզ ասի, ինչն էր վերաբերում քեզ, ասենք, չգիտեմ, գիքորից կամ այն մյուս գործից, դու հասկանայիր էս ինչա ուզում ասի ինքը։ Ես հիմա որ հիշում եմ ոնց էր ինքը որպես հանճարեղ մարդ, որպես երեխային դաստիարակել, հա, ոնց էր ինքը խոսում մեզ հետ։ Ես այդպիսի մարդիկ էլ չեմ հանդիպում։ Գուցե կան, ես չեմ ճանաչում։ Երբ որ ես մի անգամ չգիտեմ, չեմ հիշում ինչ էի արել, բայց ինքը ինձ հետ այնպես խոսած ու ինքը ընդամենը ասում էր մի հատ արի, այդ դեպքը ես շատ եմ պատմում ու նմանատիպ դեպքեր շատ կան, թե ոնց ինքը կարողացավ ընդամենը ինձ ներս կանչելով, կարողացավ ինձ հասկացնել, որ ես դա երբեք այլևս չանեմ։ Ես ինչ որ չգիտեմ ինչ էի արել, եկա տուն, տեսա նստած է մեր տանը, դուռը բացեցի, սենց փակել եմ ու կանգնել եմ, ասեց մոտ արի։ Այդ պատմությունը շատ եմ սիրում, շատ եմ պատմում։ Արդի պատմությունն է։ Միքայել դրեցի, ասեց չէ, էլի մոտ արի, էլի մոտ ու ես այդ ամեն 2-3 անգամ ասեց, էլի մոտ արի։ Այդ ընթացքում թե ինչ կատարվեց իմ ներքնաշխարհում, թե ես քանի անգամ գույնս փոխեցի, քանի անգամ գետինը մտա, ինքը այդ տեսավ։ Ու ինքը ինչ ասեց, որ մի արա, չի կարելի այլևս չկրկնվի, չէ, ոչ մի բան չասեց, ասեց կարտերը բեր ջարդը տամ։ Ու ես չհասկացա ինչ է ասում, ասի ինչ, որտեղ ինչ-որ սարսափելի բաներ էի սպասում։ Ու ես այդ օրինակը, որ ասում են մարդու օրինակով պետքա սովորես, ես դա փորձում եմ վերցնել, սովորել, որովհետև շատ հաճախ երբ որ տեսնում ես հա մարդը հասկացել է, այդ ավել բան ասել է, ոնց որ դառնում է բան, թեթև, էժան է դառնում։ Խորեն, իսկ դու ինչպիսի մեծ եղբայր ես եղբորդ համար։ Այդ երևի պետքա խնդրենք Արսենը ասի, դատելով իր արձագանքներից, մենք իրար շատ ենք սիրում, աշխարհի չափ երևի, դատելով այն վերաբերմունքից, որ ինքը ունի իմ հանդեպ, այս վերջին շրջանում ավելի երևի որ մեծանում ենք, ավելի տենց ինչ որ բան է լինում, նույնը իմ մյուս եղբայրը Խորենը, մենք տենց տարբերություն չենք դնում հարազատ ենք թե չէ, իմ քեռու տղան, մնացած մեր քույր եղբայրները դժգոհ չեմ։ Արսենը տաղանդավոր է եւ մենք տարբեր նախագծերում իրեն տեսել ենք, սակայն իմ կարծիքով անարդար հանրային վերաբերմունք կա իր նկատմամբ եւ գուցե ինչ որ առումով ինքը առանց ցանկանալու եւ առանց հանրային միտումի մնացել է քո ստվերում։ Եվ գուցե բավականաչափ ուշադրություն իրեն որպես արտիստ չեն դարձրել, կա այդ զգացողությունը քեզ մոտ։ Չեմ կարծում, որովհետև մենք նախ շատ տարբեր ենք,
Իհարկե չէ, արվեստի մեջ, երաժշտության մեջ կյանքում բաներ կա, որ շատ նույն ենք մտածում։ Ուղղակի արվեստի մեջ մեր արտահայտչա ձևերը, հա, կարելի ասել, չգիտեմ, ոճը, բան, մի քիչ տարբերվում է իրարից ու ես շատ գնահատում հարվում եմ այն ինչ որ ինքն է անում։ Ու ես վստահ եմ, որ ինքը թեկուզ մի քիչ, հա, կարելի ասես կոպիտ ասել, մի քիչ ուշացած, բայց հեսա արդեն այն ճանապարհին է, որ գտնելու է ինքը իր այն լավագույն ընթացքը, որը լինելու են շատ ֆիլմեր, լավ դերեր, հետաքրքիր դերեր, ես դրանում վստահ եմ։ Դա իրենից է կախված, դա իր աշխատասիրությունից է կախված, ինքը շատ աշխատասեր է, որ նկարում են հրապարակում, ինձ կողքից ասում են ինքը միշտ պատրաստ է, ինքը միշտ տեքստերը գիտի, այն մնացածը ասում է իր հանդեպ ուրիշ տեսակ են։ Իսկ այդ պրոֆեսիոնալիզմից է խոսում, դա խոսում է, որ ինքը չի մտածում, որ դա ես Խորեն Աբրահամյանի թոռն եմ կամ Խորենի եղբայրն եմ, բան ինձ սենց վերաբերվեք, թե չէ, ինքը շատ խստապահանջ է նախ եւ առաջ իր անձի նկատմամբ, իր գործին, հետո արդեն մնացածին։ Այս ներկայացման գաղափարը ինչպես է առաջացել։ Ես համերգներ տալիս էի տարբեր վայրերում, իմ հույս ալբոմով, որը ծնվեց Տիգրանի, Իշխանի ու իմ համագործակցության շնորհիվ, էլի պատերազմների մեջով անցած, այս երգերը, այս մտքերը, որոնք ծնվել են հենց այդ ժամանակ ու տեղ են գտել ալբոմում, այսինքն ոնց տեսանք մեր կյանքը, ինչ մանկություն ունեցանք, ոնց պատանի դարձանք, ոնց չափահաս դարձանք, ոնց սիրահարվեցինք, գնացինք բանակ, ամուսնացանք, հետո եղավ նորից արհավիրք, հետո բա ոնց ենք տեսնում ելքը։ Ինքը այս բոլոր հարցերի, մեր մտորումների ոնց որ պատասխան է լիներ այս ալբոմը, ու ես տարբեր արկներով այդ համերգները տալիս էի, հետո որոշ ժամանակ դադարեցրեցինք իմ զբաղվածության պատճառով, հետո ասեցի, թե այս երգերը այնպիսի երգեր են, որ ամենօրյա երգեր չեն, իրանց անդադ չես կարող լսել։ Ու որոշեցի մի քիչ դադար պահել։ Հույս ալբոմը շատ բարդ է լսել, շատ խոր ալբոմ է եւ նաեւ մատուցման ժանրն էլ ռոքային լուծումներով է, ինչը նաեւ երևի թե տեքստին ավելի մեծ ուժ է տալիս, բայց շատ կարևոր թեմաների մասին եք նաև այնտեղ խոսում, ազգային թեմաներից մինչև պայքարի, ներքին պայքարի եւ արժեքների մասին։ Ինչպես է այդ ալբոմը գրել։ Ալբոմը ուրեմն ստեղծել են Իշխանը Ղարիբյան ու Տիգրանը Աթայան, իմ մասնակցությամբ դա եղել է երգեր կան, որ գրվել է հենց պատերազմի այդ մի տուն կար Կապանում, գյուղում, այնտեղ ինչ որ Տիգրանը մի հատ բալալայկա էր ջարել, որի վրա փորձում էր երաժշտություն գրեր, որի վրա ես փորձում էի իր գրած տեքստերը շարել, հետո Իշխանը Ղարիբյան շատ մեծ աշխատանք արեց երաժշտական առումով, էլի տեքստերի առումով։ Ես որոշեցի, որ դա պետքա ալբոմ լինի, բայց այդպիսի նպատակ չկար։ Կար ուղղակի այդ պահին մարդկանց զգացածը, մարդկանց էմոցիաները, թե ինչպես են պատկերացնում կյանքը, ինչ տեսանք մանկության ընթացքում, ինչ տեսանք պատանեկության ընթացքում, ինչը լինելու հետո, բա մեր վերաբերմունքը ինչպիսին է այս ամեն ինչին, ստեղծեց այդ ալբոմը, որը համակարգեցի ես ու շատ դժվարություններ հանդիպելով ցավոք սրտի, բայց չնայած մենք ավելի շատ հաճույք ստացանք, որ մեկը ինքը ստեղծվեց ու փորձում ենք նաև ինչ-որ չափով տեսահոլովակներ նկարահանել։ Այդ տեսահոլովակներից մեկը շատ տպավորիչ է, երբ դու քայլում ես Երևանով ու տեսնում ես երևույթներ, որոնք արդեն մեզ համար սովորական են դարձել, բայց դրանք իսկապես վատ երևույթներ են։ Այդ գաղափարը ում մոտ է առաջացել եւ ինչպես եք նկարահանել տեսահոլովակը։ Գաղափարը ռեժիսոր, նախ ուզում եմ ասել, որ բոլոր ռեժիսորներին շնորհակալ եմ, բոլորին անհատապես շնորհակալություն եմ հայտնում օպերատորներին, ռեժիսորներին, այն գաղափարներին, որոնք դրված են այդ տեսահոլովակների մեջ։ Ես քեզ այսպեսի մի հետաքրքիր բան ասեմ։ Ես թողեցի, որ մարդիկ ռեժիսորները լսեն երգերը եւ ամեն մեկը մոտավորապես նկարահանեն ինչ ինքը պատկերացնում է, ինչ տեսակ կուզենա լինի։ Ու մի քիչ էլ իհարկե իմ մասնակցությամբ, բայց այն որ քննարկման արդյունքում ես ավելի շատ թողում եմ, որ ստեղծագործեն իրենք,
օրինակ բաներ կար, որ ես էլ տենց մեկ-մեկ ասում եմ, բայց հա, որ ես ախր էս բան, բայց հետո ենթարկվում էի, որ եթե ռեժիսորը ուզում է այսպես լինի, ուրեմն ինքը այսպես է հասկացել այս երգը, ու վերջում այդ մի տեսահոլովակում վերջում որ ծառի տակից սիրտը հանում է, այսինքն մենք իմաստը դրա մեջ էր, որ բնությունից այնքան ենք հեռացել, որ հենց բնության մեջ է գաղտնիքը, հենց ծառի տակ է թաքնված այն ամեն ինչ, ինչը մեզ կյանք է տալիս սնումը։ Ես շատ ուզում եմ, որ մարդիկ գան ու դիտեն այս ներկայացումը, ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում, էկրաններին կրկին այն հեռախոսահամարները եւ տվյալները, թե երբ կարող եք դիտել ներկայացումը, իսկ քեզ խորեն շատ շնորհակալ եմ, որ բացեցիր քո սիրտը այնպես ինչպես կարող էիր մեր դիտորդների համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, ավել պակաս կներեք, եթե դուք մեզ կներեք։ Ես շատ երկար ժամանակ հարցազրույցներ չեմ տալիս, էլի այն պատմությանը վերադարձանք, որ տենց օտել ավելի բան, տենց վիճակները չեն, բայց սիրով համաձայնել եմ, նայում եմ ձեր հաղորդումները ու ապրեք այն ինչ որ անում եք, ձեզ շատ հաջողություն։ Այսօր Խորեն Լևոնյանն էր, մեկնաբանեք, գրեք ձեր կարծիքը թողարկման վերաբերյալ, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։ 1983 թվականից ի վեր MS Travel-ը մասնագիտացված է ճանապարհորդությունների եւ առհասարակ ձեր հանգիստը գեղեցիկ դարձնելու հարցում։ Տիկին Մելանյանը այժմ իմ կողքին, ով հիմնադիրն է եւ այս համայնքում նրա անունը ասոցացվում է լավ հանգստի եւ լավ ծառայության հետ կապված հենց թռիչքների հետ։ Տիկին Մելանյա, այսօր ուրախությամբ պիտի խոսենք Տաթև Ասատրյանի եւ Արևիկի նավարկության մասին։ Այո, շատ գեղեցիկ միջոցառում է, օկտոբր 26-ից 30-ը Մեքսիկո են գնում Royal Caribbean Cruise Line-ով, սիրելիներ, շատ արագ պետք է շարժվեք, քանի որ տեղերը շատ սահմանափակ են, վերցրել ենք բոլորի համար բալկոնով սենյակներ, 2 հոգեանոց, 3 եւ 4, նայած ընտանիքների մեծությանը, Իհարկե, այս ամեն ինչը ուղեկցում է Տաթև Ասատրյանի 2 համերգների հետ։ Դա ֆանտաստիկ է, ժողովուրդ երեք խոսում էինք Տաթևի հետ Ասատրյանն ու ասաց, որ իրեն ամենաշատը դուր են գալիս հատկապես նավի վրայի համերգները, որովհետև այնտեղ նախ այդ համերգի ընթացքում մարդիկ շատ չեն ուտում եւ շատ մտերմիկ ու ջերմ շրջապատում է, միջավայրում է անցնում համերգը։ Ավելի ռոմանտիկ։ Եվ դեռ որոշ տոմսեր կան, արագացրեք եւ ընտանիքներով ու ընկերներով ձեր հոկտեմբերյան հանգիստը անցկացրեք հենց այս նավի վրա։ Խնդրեմ, հրամեցեք։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ The story you're about to hear is true.